Սերգեյից ինչ-որ վեյետ սպակոյստվիեմ։ Եթե գործատուն ինքը չի կառավարում իր բրենդը, տվյալ բրենդը կառավարվում է հանրության կողմից։ Արդյոք այս AI գործիքների ձեռքը մենք չենք դառնում միանման։ Երբ որ ձեռով էին սարքում, էլի սաղ իրար նման է։ Այդ տեքստը անտեր, որ գեներացնում եք, ուղիղ մի ուղարկեք չաթ, մի հատ դրա վրայով անցեք։ Մարդ կարող է գա հասնի նրան, որ վերցնի իր ձեռը կտրի, իսկ ուստի ձեռ տնի, որովհետև դա ալի ֆունկցիոնալ է։ Եթե Արամին Փախչյանյան դնենք մի կողմ եւ մի քանի էլի խոսնակների դնենք մի կողմ, իրանք կադրից դուրս շատ ավելի հետաքրքիր մարդիկ են լավն են, քան բեմում։ Կատել ես, որ բոլոր խոսնակները ունեն ֆոտո միկրոֆոնով ու դրած է Facebook-ում պրոֆիլ պիկ։ Նկատի մի հատ հուշ նայ։ Եվ ով դու էլ ունես, այո, նայեք տեսեք խանութներում խմիչքը չի վաճառում, որովհետև ոչ մեկը տունը հյուր չի ընդունում, Ժորժ ջան։ Ողջույն, դուք դիտում եք Homodeus-ը, այսօր այս թողարկման հյուրն է, շատ հետաքրքիր մարդով շատ կարևոր գործեր է անում, եւ մեր հյուրն է Սերգեյ Ուսնուցը, ողջույն, Սերգեյ ջան։ Привет, Դաջա։ Ոնց եք։ Լավ, մերսի։ Դուք ոնց եք։ Սերգեյից ինչ-որ վեյետ սպակոյստվիեմ հանգստությամբ, հեչ ոչ որ մեծ իվենտներ չի կազմակերպում, ոնց է ձեր գործերը այս պահին, պատրաստվում եք մեծ միջոցառման։ Սերգեյ ուղղակի գլուխ է պահում, եկել է Դավիթի հետ ոդկասթի, այն ժամանակ, երբ որ ամբողջ թիմը Մերիդիանում ծրտի մեջ, փոշու մեջ պատրաստում է այդ մեծ իվենտը, որի մասին դուք գիտեք, եւ այդ հանգստությունը այս տեղից է գալի, որ կա թիմ, որը այդ ամեն ինչը անում է, իսկ ես կարող եմ ինձ թույլ տամ գամ ձեր սիրելի շքեղ տաղավարը, զրուցեմ ձեր հետ։ Ես պետքա նշեմ, որ մեր եթերը նկարահանվում է ուղիղ մի քանի օր առաջ CCF-ից, Career City Fest-ից եւ մենք ցավոք սրտի չկարողացանք այնպես անել, որ Career City Fest-ից հետո նկարենք, որովհետեւ հետո արդեն ընկնում էր մայիս ամսվա կեսեր եւ մենք այս թողարկումը եթեր ենք տալու մայիս ամսին ու այդ ժամանակ դուք կիմանաք ինչ է եղել CCF-ին, բայց մենք չգիտենք։ Իսկ մենք ընդհանրում ենք, քանի որ դու ես մասնակցում այդ ամեն ինչի մեջ, ինչ որ փոքր մասնիկ ունես, կարծում եմ բոլորս կտեսնենք նաև դու որպես մոդերատոր, ինչպես կդրսևորեմ ինձ։ Այո, դա լիճը կարաս պահես։ Պարտավորեցնող եմ։ Իսկ ո՞րն է Սերգեյ ջան CCF-ը կազմակերպելու, այսինքն աշխատաշուկային եւ աշխատանք փնտրողներին հանդիպացնելու մոտիվացիան, որովհետեւ sense tenants մարդիկ գտնում են իրենց աշխատանք, sense tenants գործատուները որոշակիորեն զբաղվում են իրենց բրենդինգով եւ այլն, կա տենդենս էլի, եւ ո՞րն էր ձեր ոնց որ իդեան ինչից էր բխում, որ որոշեցիք կազմակերպել փառատոնը։ Այո, ճիշտ եք ասում, ցանկացած գործատու կապ չունի ինքը գիտակցաբար թե ոչ, զբաղվում է իր գործատուի բրենդով, որովհետև գործատուի բրենդը դա մի բան է, որը ապրում է հանրության, այսպես ասած, մտքերի մեջ, անկախ նրան գործատուն դրանով զբաղվում է թե ոչ։ Կարա, էսի լինի։ Վատ թե լավ կողմերով, չէ՞։ Բացարձակ կապ չունի, եթե գործատուն ինքը չի կառավարում իր բրենդը, տվյալ բրենդը կառավարվում է հանրության կողմից։ Շուտ խոսակցություններով, ասեկոսներով, պատմություններով, մարդկանց հիշողություններով եւ այլ եւ այլ։ Եվ ճիշտ եք ասում, կան գործատուներ, որոնք ովքեր պրոֆեսիոնալ կառավարում են տվյալ գործընթացը եւ ստեղծում են այնպիսի գործատուի բրենդ, որի հիմքում հենց իրանք են, իրենց գաղափարն է, իրենց մշակույթն է, այն մթնոլորտն է, որ տիրում է հիմնարկում։ Իսկ եթե գանք Career City Fest-ին, եկել է մի հասարակ մի բանից, որը բացարձակ դա նես չի, որ մենք ենք հորինել կամ մոգոնել, ցանկացած ոլորտ ունի իր միջոցառումները, որտեղ այսպես ոլորտային տուսովք են տեղի է ունենում, հա։ Եթե մարդ արտադրում օրինակ ներկեր, կարա գնա ինչ որ էքսպոներում իր ներկը ներկայացնի, կան տարբեր բազմաթիվ էքսպոներ ոլորտային։ Գործատուի բրենդի համար տենց այդպիսին տեղ, որտեղ կարելի է գալ դա ներկայացնել, Հայաստանում միջով Career City Fest-ը չի եղել։ Եվ
Հենց այդ պատճառով ստեղծել են Curiosity Fest-ը, որպեսզի այդ դիսցիպլինան ստանա իր հարթակը եւ ցանկացած գործատու, որը կուզենա իրան ներկայացնի հենց որպես գործատու, ոչ թե որպես ընկերություն, որը այս կամ այն ծառայությունն է մատուցում կամ product եւ այլ հենց որպես գործատու։ Դրա համար էլ ստեղծել են Curiosity Fest-ը։ Եվ երևի չի կարա լինի գործատու առանց գործփնտրողի, հա, եւ այս պարագայում, երբ որ ասում եմ գործփնտրող, հարցը միշտ չի որ գնում է նոր դպրոցը կամ համալսարանը ավարտածների մասին։ Գործ փնտրում է ցանկացած մարդ, ցանկացած տարիքում մարդ կարա 40 տարեկանում էլ գործ փնտրի։ Եվ փորձեն եք ստեղծել այնպիսի մի հարթակ, որտեղ մարդիկ կգան, կստանան, կտեսնեն այն պատկերը, որը տիրում է աշխատաշուկայում, թեկուս սահմանափակ քանակի գործատուների միջոցով, որովհետև պետք է իրար հետ բաց լինենք, Հայաստանում կան տասնյակ հազարավոր գործատուներ։ Curiosity Fest-ում դուք կարող եք տեսնել պայմանական 100-100-ից մի քիչ ավել գործատուներ, հա, եւ ստեղ կարա հարց լինի, ով ասել, որ ես ուզում եմ հենց տեղ աշխատեմ, ոչ մեկ չի ասել ու պետք էլ չի հենց այդ ընկերությունները աշխատել, բայց այդ ընկերությունները երբ որ գալիս են միջոցառում Curiosity Fest, դուք որպես այցելու հնարավորություն եք ստանում գալ տեսնել, այսպես ասած, այդ տվյալ գործատուներին կուլիսներից են կողմ, հա, եւ հասկանալ ինչպեսի գործատուներ կան, ինչպեսի մշակույթ կա, ինչպեսի առաջարկներ են գործում, ովքեր են իրենք, ով իրենց թիմերը, իրենց product-ը եւ պատկերացում կազմել գործատուների մասին։ Այդ նույն բանը ոնց որ երբ որ դու գնում ես պայմանական ինչ-որ expo, կարող է պայմանական ես եմ տամ 100x ապրանք արտադրողից դեղ լինի 30-ը, բայց առնվազն այդ 30-ը հերիքա, որ դու տեսնես ինչով է զբաղվում ոլորտը։ Ոլորտային երկխոսություն, ես կասեի։ Ինքը ուղղված է հենց երիտասարդներին, որպեսզի երիտասարդները ծանոթանան, թե ուղղված է ցանկացած տարիքի մարդու։ Ցանկացած, եթե հեսա որ դուք գաք, դուք չեք եղել, չէ՞ք։ Եղել եմ, ոչ չեմ եղել, անցած տարիներին եղել եմ։ Անցած տարի եղել եք։ Որպես հյուր։ Որպես հյուր եւ շրջել եք։ Այո, Ինչ եք տեսել։ շրջել եմ։ Ծանոթացել եմ մի քանիսի հետ։ Իմ ծանոթներին եմ տեսել, քանի որ ոլորտային գրեթե մեծ մասի հետ շփում կա որոշակի։ Այո, տեսել ես քո ծանոթներին, շփվել ես, լավ ժամանակ ես անցկացրել, եթե քեզ ինչ որ հետաքրող թեմա եղել, կարացել ես մտնես, լսես այդ թեման, հետո քննարկես ինչ որ մեկի հետ այդ թեման։ Կարայր այդ շրջեիր տաղավարներով, տեսներ ինչ գործիքներ են օգտագործում գործատուները, որպեսզի իրենց ներկայացնեն որպես հենց գործատու։ Բարդությունը այս դրա մեջ է շատ ավելի հեշտ է, երբ որ դու ունես այս ապրանքը, գազ դնես այս ապրանքը եւ պատմես տվյալ ապրանքի հատկությունների մասին, չափանիշների մասին, ինչ որ սպეციფიკացիաների մասին, դա ակնհայտ է, հասկանալի է, մարդ կարա վերցնի այս ապրանքը, հետո գնա մյուս տաղավարում, մյուսը, հետո դնի իրար կողք, սենց համեմատի, հա, չգիտեմ, գնով, թեկուս որակով, իր փաթեթավորումով, ինչ որ մի ձև, բայց ինչպես ոնց անել նույնը կորպորատիվ մշակույթի հետ։ Դա պետքա ես միշտ ասել եմ, որ ցանկացած աշխատակից դա ընկերության առաջին ու գլխավոր ամբասադորն է։ Եթե մենք մարդուն հեռացնելու process-ը չենք կառավարում, ընդունելու process-ը չենք կառավարում, ինտեգրման process-ը չենք կառավարում, հետագայում ինչքան ուզում զբաղվենք մեր բրենդինգով, միևնույնն է, հասարակության մեջ շրջանառվող թեզերը մեր մասին լինելու են վատը, եթե մարդուն վատ ենք ճանապարհում ու դա ոնց որ սիստեմատիկ բնույթակրում եւ հետեւաբար իմ կարծիքով խնդիրը այստեղ ներսում է ու այստեղ թիմի մեջ է, այսինքն պետքա թիմի հետ աշխատանք տանել։ Այո, հենց այդ պատճառով Curiosity Fest-ում բոլոր ընկերությունները ներկայացրեցին հենց իրենց թիմերով, ոչ թե ինչ որ չեն պատվիրակում էդի outsource թիմերի, չեն պատվիրակում էդի ինչ որ օրինակ պրոմոթերների, որովհետև մարդիկ գալիս են եւ շփվում են ընկերության հետ որպես գործատու, որպես մշակույթի կրող, ու շատ դժվար է, երբ որ քո տաղավարում այլ մարդիկ, վարձու, օրինակ 1-2 օրը վարձած մարդիկ փորձեն քո մշակույթը, այսպես ասած, տրանսլյացիան են, հա, այցելուին։ Այո, ճիշտ եք։ Իսկ բանը, ոնց եք դուք կազմակերպում process-ը, այսինքն մարդիկ անցնում են ինչ-որ training, որոնք դիմում են որպեսզի մասնակցեն որպես գործատու
Curiosity Fest-ին։ Ոչ, ցանկացած ընկերություն, կլինի դա մեծ թե փոքր, կլինի դա այս ոլորտից կամ այն ոլորտից, կլինի ապրանք արտադրող թե ծառայություն մատուցող, կարող հանգիստ գա Curiosity Fest-ին ներկայանա որպես լավագույն գործատու։ Հենց ինքը իրան կոչում է լավագույն ու ինքը ներկայանում է։ Եվ համեմատականը թողում ենք հանրությանը, ամեն մարդուն, առանձին մարդ, մեկին դուրա գալի, օրինակ Samsung, մեկին Apple, հա, դու չես կարող ասես, որ նրանք են ճիշտ կամ սրանք են ճիշտ, այդ նույն ամբասադորությունը կա նաև ապրանք սպառելու մեջ, չէ։ Այդ նույն process-ն է աշխատում, նույն մեխանիկան է, մենք ոչ մի նոր բան չենք ստեղ հորինել։ Բայց դուք ֆիլտրում եք այն մարդկանց, ովքեր որպես գործատու կներկայանան։ Ոչ, դրա կարիք չկա, բացարձակ դա կարիք չկա ֆիլտրել, որովհետև եթե ընկերությունը պայմանական լավ ընկերություն չի, ձեզ օրինակ, անձամբ ձեզ, տամ լավ չի կառավարում մարդկանց մուտքը, ելքը եւ այլ, եւ ինքը գալիս է Curiosity Fest, ինքը ավելի մեծ ռիսկեր կունենա, քան թե մենք կարանք այդ ֆիլտրելու ընթացքում ինչ որ ձևով կանխենք կամ միգուցե իրենց պահենք, զերծ պահենք, հա, այդ քայլից։ Ես կարծում եմ, որ ինչպես աշխատաշուկայում որևէ մեկին, երբ որ դու գնում ես կադաստրու եւ ասում ես, ես հիմնում եմ ընկերություն, քեզ որևէ տրեյնինգ չեն անում, քեզ գումարը վերցնում են, քո ընկերությունը գրանցում են եւ դու 15-20 րոպեից հետո դուրս ես գալի ու կարաս հանգիստ գնաս, ընտրես քո առաջի աշխատակցին եւ մյուս օրը հայտնվես Curiosity Fest-ում, ցենց թեորիայով, հա, եւ ոչ մեկը քեզ ոչ մի փուլում չի կարա արկելը ասի դու լավ չես բան անում, ինտերվյուներ անում, դու ընկերություն մի բացի, որովհետեւ երբ որ քո մոտ կգա աշխատակից դու չես կարողանալու իր ինտերվյուն անես կամ դու դալիջան լավ չես, պատկերացնում ոնց են աշխատակցին գործից հեռացնում, դու ընկերություն մի բացի։ Վերջ-վերջո ցանկացած գործարարի ընկերության դա իր ռիսկն է, ինքը պետք է կրի։ Իսկ CCF-ը որպես միջնորդ ռիսկի չի գնում իր հարթակում ներկայացնել որոշակի ընկերությունների, որոնք որպես գործատու բարդ են, վատն են եւ չեն հետևում աշխատակիցների բարեկեցությանը ու հետո վնասում են։ Նայեք, Դավիթ, երբ որ դուք գնում եք ցանկացած խանութ, դեղ դրած են ապրանքներ, հա, խանութի տերը կարա մի բան երաշխավորի եւ պարտավոր է երաշխավորի, որ այդ ապրանքը փչացած չի, սրոկը չի անցել, բայց դու քեզ դուր կգա տվյալ օրինակ օղին, գինին, սմետանան կամ չգիտեմ ինչը կամ ոչ, այդ քո սպառողական այսպես կոչե պատկերացումներն է, իրավունքն է մյուս անգամ չընտրել տվյալ բրենդը, որևէ ձև, որևէ տեղ բաց միջոցառումներին չկա ֆիլտր, որտեղ կա ֆիլտր։ Օրինակ, եթե ես ունեմ ավտո, երեք վերջած ավարտվեց մեր շատ մոտ ընկերների կողմից կազմակերպված Leasing Expo-ն եւ դեռ եղել են բազմաթիվ ավտոմոբիլային բրենդեր, որոնք մեծամասնությունը նոր են, որովհետեւ չինական են, հա։ Մենք ոչ մեկս չգիտենք, իհարկե ես ինքս ունեմ էլեկտրոմոբիլ ու գիտեմ, որ շատ որակով ավտոներ են եւ այլ, բայց ոչ մեկս չգիտենք ինքը մի տարուց ինչ կլինի։ Հիմա տվյալ էքսպոյի կազմակերպիչը ոնց կարա ստուգի տվյալ ավտոները որակով են թե ոչ։ Դա արդյոք իր ֆունկցիան է ստուգի ավտոն, որը հիմա դեռ գրածա գարանտիան 2 տարի է, պրոգբեգը 100,000։ Հիմա եթե ես գնամ տվյալ էքսպոյի ընթացքում ամրագրեմ ավտո, հետո այդ ավտոյի հետ ինչ որ մի բան լինի, արդյոք ես կարամ էքսպոյի կազմակերպիչին ինչ որ պրետենզիա ներկայացնեմ։ Կարծում եմ ոչ, մենք որպես սպառող կա սպառողների իրավունքների պաշտպանող տարբեր կառույցներ եւ մենք կօգտվենք սկսել այդ ճանապարհով կգնանք, այլ ոչ թե կգնանք էքսպոյի կազմակերպչին կմոտենանք, ասենք, գիտես, ես քո էքսպոյի ժամանակ տեսել եմ այս ինչ բրենդը սիրարվել եմ, վերցրել եմ, տարել եմ ու կրակն եմ ընկել։ Հիմա ոնց այդ մարդը պատասխանի։ Մենք էքսպո միջոցառումներ կազմակերպիչների մեր միսիան եւ ֆունկցիան այլ է։ Մենք պետք է կազմակերպենք միջոցառումը այնպես, որպեսզի մարդկանց հոսք ապահովենք, այդ մարդիկ որ գան իրենց կոնտենտով ապահովենք, հետաքրքիր քո նման մոդերատորին հրավիրենք, որ գա, մարդիկ քեզ ճանաչում են, սիրում են, կգան, կլսեն քեզ։ Հիմա եթե պայմանական եմ ասում, իհարկե քո վրա մի վեկալի դու մոդերացիայի ժամանակ ինչ որ
նո այդ միջոր լավ անհետաքիր վարես Անհեթեթ վարեմ։ նո օրինակ հիմա ես որպես էքսպոյի կազմակերպիչ ինչ պատասխանատվություն եմ կրում այո ես ունեմ պատասխանատվություն երբ որ ես քեզ ընտրել եմ ես կարայի քեզ չընտրեի հա օրինակ կարայի այլ մարդու ընտրեի բայց մենք էլ դա մեր պրոֆեսիոնալիզմն է անընդհատ հետևել ինչ կա շուկայում ովքեր են շուկայում ով խոսք ունեն խոսալ հա պետք է մարդ խոսքել ունենա երբ որ հայտնում է բեմում հետևենք ու այնպես անենք որ այդ մարդիկ հայտնվեն Career City Fest-ում ինչպես դու հիմա հայտնեցիր եւ 100-ից ավել այլ խոսնակներ Գերազանց լուր բոլոր նրանց համար ովքեր սիրում են օֆլայն հանդիպումները, շփումները եւ քննարկումները Հոմոդեուսի հյուրերի հետ միասին այստեղ այս հյուրընկալ բակում հանդիպելու ենք ու քննարկելու ենք հետաքրքիր հարցեր եւ ամենակարևորը այս ֆորմատի գլխավոր դերակատարը ընտրել ենք ձեզ այսինքն գալու եք դուք հարցերը որոշելու եք դուք հյուրին հրավիրելու ենք մենք Եվ այսպես հունիսի 20-ին հանդիպում ենք Spin Production-ի բակում եւ զրուցելու ենք այդ օրը աթեիզմից ու կրոնից։ Իսկ մեր հյուրն է լինելու Թովմաս Առաքելյանը։ Ձեր մասնակցությունը ամրագրելու համար անցեք նկարագրության մեջ նշված հղումով կամ պարզապես սկանավորեք այս QR կոդը։ Մինչ հանդիպում։ Տարածքը փոքր է, տեղերը սահմանափակ են։ Ամրագրեք։ Կան խոսնակներ, ում հետ մենք շատ երկար ճանապարհ ենք անցել, մենք վստահ ենք, որ իրենք այդ գործը գիտեն, կարում են, լավ խոսք ունեն, բայց տենց չի ստացվի դու ամեն տարի նույն մարդկանց կանչես, մենք անդադ էքսպերիմենտներ ենք անում տարբեր ֆորմատներով, տարբեր ձևաչափերով, այո, կարա չստացվի, իհարկե կարա չստացվի։ Մենք կազմում ենք սկզբից կինոտներ, հա, կինոտները երբ որ տեսանք մեր մոտ լավ ստացում, սկսեցինք պանելայիններ կազմակերպել, հետո պանելայինները գլուխ հանեցինք, սկսեցինք բաթլներ կազմակերպել, որովհետև մարդկանց հետաքրքիր ավելի թեժ լինի, ավելի ինտերակտիվ լինի, իրանք կարանան ազդեն խոսնակի խոսքի վրա եւ մենք ստեղծեցինք այդ բաթլի ֆորմատը երբ որ երկու խոսնակ խոսում են նույն թեմայից, բայց դիամետրալ տարբեր պոզիցիաներ են, հա, իրենք այսպես ներկայացնում եւ դահլիճում նստած մարդիկ կարող են սմարթֆոնների միջոցով թափանցիկ մեծ էկրանի վրա երևում ով ինչ հարց է տվել, ոնց է հարցը բարձրացել, ով ինչքան է լայքել, հետո այդ հարցը գնում է այս կամ այն խոսնակին եւ ամենակարևորը անընդհատ քվեարկություն է գնում եւ դու տենում ես ում խոսքն է այս պայդրության ավելի ազդեցիկ եւ երբ որ բաթլը ավարտվում է 10 վայրկյանվա մեջ ֆիքսվում է եւ վերջում պարզում է որ օրինակ իմ խոսքը կամ քո խոսքը ավելի ազդեցիկ էր քան թե իմ խոսքը օրինակ եթե ես ու դու բաթլը մլինեինք հիմա հա բայց սկզբից մի հատ սկզբից ենք չափում երբ որ հələ ոչ դու ես մի բառ ասել ձևի համար ոչ ես հա մի հատ հարցում ենք հանում ենք էկրան հետո մենք սկսում ենք իրար հետ աշխատել հա մոդերացիա կա այնտեղ շատ խիստ կանոններ կա ով քանի րոպե է խոսում ով ում հետևից է խոսում ում են առաջինը հարց տալի ում են երկրորդը հարց տալի եւ այլ այդ էքսպերիմենտ էր անցած տարվա համար օրինակ այս տարի 3 հատ լավ բաթլ ունենք բայց մենք տեղ չկանգնեցինք գնացինք այլ ձևով հիմա այս տարի մի բաթլ անելու որտեղ բեմից երկու բաթլից լինել ընդդեմ աուդիտորիային իսկ ով ակվարկելու է դեպքում կա տեխնիկաներ կա հիմա ասենց սախ զրույց չպավերացենք դրանում որ ես սկսեմ չէ սպոյլ անելու խնդիր չկա դեռ կհայտարեն ուղղակի պետք է ասենց շատ երկար խոսանք հիմա դա էքսպերիմենտ փորձում ենք էքսպերիմենտ անենք որ խոսնակը լրիվ թաքնված լինի ու մասկայով խոսա մարդիկ միջև վերջ չիմանան ով է հետո քվեարկեն իմանան ով տարբեր բաներ հիմա դա էլ մեր գործն է հա անընդհատ մտածենք ֆորմատներ որը մարդկանց ավելի հետաքրքիր կլինի որովհետև սերունդները փոխվում են կոնտենտի սպառումը իր կուլտուրան իր մենտալ մոդելը փոխվում է եթե իմ ծնողների համար նստել 3-4 ժամ լսել մի մարդու որը բեմից խոսում էր այն կոմունիստական կուսակցության հա առաջնորդները կարային ես հիշում եմ փոքր էի Բրեժնևը կարար 3-4 ժամ խոսալ մարդիկ նստում լսում էին օրինակ եկեք մի կողմ դնենք հա քաղաքականությունը եւ իդեոլոգիաները ով կամ չգիտեմ կոմունիստական հակակոմունիստական դրա մասին չխոսքը բայց մարդիկ տենց են սպառում կոնտենտ հետո երբ որ մենք ժամանակին հրավիրում ենք там Brian Tracy, Kel Nordstrom, John Shaw, там չգիտեմ Kevin Gaskell, դա keynote session-ներ, մարդիկ մեծ սիրով նստում էին, լսում էին, բաներ են, գրառումներ են, տետրեր են տալի, մարդիկ ամբողջ ժամանակ տետրեր են գրում են։
Պանելները հետո մտան մոդա, հա, տենց մենք սկսեցինք պանելներ կազմակերպել, հետո մենք անդադ հարցումներ ենք համտեսել ենք, որ որոշ պանելներ տենց մեղմ ասած սկուչնի են անցնում, հա, մոդը դա գալիս է իհարկե պանելիստների պատրաստականությունից բաց խոսալ, մոդերատորի համարձակությունից գնա այն 4-5 մեթոդիկա կա, հա, պանել վարելու, գնա այդ քայլերին անակնկալի բերի, հա, պանելում նստածին թե ոչ, բնականաբար միշտ չի որ դա ստացվում է, միշտ չի որ դու կարաս տամ 7 հոգի մարդ գտնես, ով պատրաստ են բոլորը sense բաց ամեն ինչից խոսան։ Դրա համար պանելները քչացրինք, որպեսզի լինեն այնպիսի թեմաների, որ մաքսիմալ արդիական լինի, որ մարդիկ խոսալ հետաքրություն լինի, դա լիճը լսի, բայց գնացինք ավելի ինտերակտիվ, օրինակ այս տարի լինելու է Cocktalks, որը Coca-Cola-ի հետ ենք անում, որտեղ вообще մարդիկ ասած գծված, պարկած, շուտ լինի պոլի պարկած, նստած լսում են ինչ որ խոսնում են ավելի տենց տեսա ներսեսներ մենակ ներսես չէ, այնտեղ տարբեր այնտեղ ամեն սեշնը տարբեր ձևաչափերի է, մի սեշնը մի ձևաչափ է, երկրորդ ուրիշ է, հետո ուրիշ է, то есть մենք էլ որպես կազմակերպիչներ այդ էլ մեր գործն է, մենք այդ գործը պետք է, բայց գնանք արդյոք հետևենք, տենանք պայմանական էս ինչ բանկը լավագույն գործատուն է, ոչ դա մեր գործը չի, վերջը մենք էլ ենք ընկերություն, մենք էլ իդեալական չենք, նշ որ սկիլը իդեալական է ու ես կարամ ստեղ ասեմ, որ մենք մեր մոդել ալնում, խնդիրներ լինում է, աշխատակիցներ գնում են, իհարկե գնում են, նորերը գալիս են, այո գալիս են, լինում է, որ մենք ինչ որ մի բան լավ չենք անում, իհարկե լինում է, բայց նաև լավ էլ ենք անում, դրա համար էդի ցանկացած բրենդ, էդի համադրությունը լավ եւ այդքան ոչ լավ ստացված եւ այդքան էլ չստացված տարբեր գործողություններով եւ պրոդուկտներն դեցեմ նույն ցանկացած ամենահայտնի ավտոմոբիլային բրենդի լինեյկաներում կամ եկել մի հատ մոդել են հանում, որ вообще չի վաճառվում, հանրությունը չի ընդունում, ես չեմ ասում բրակերի մասին, որը հետ կանչակ, հա, ես elə դրա մասին չեմ խոսում, չի ընդունում հանրությունը այս մոդելը, այս դիզայնը չի ընդունում։ Տենց լինում է ցանկացած բրենդ դրա անխուսափելի է նույն iPhone-ն էլ ունի եղել այդ խնդիրները Samsung-ն էլ ունեցել են ամենահայտնիներն եմ ասում, հա, ավտոների մեջ ինչքան հետաքրքիր պատմություններ կան, որ մի հատ տենց revolution մոդել են մտածել, բան հանել են շուկա, вообще չի վաճառվել, вообще։ Մարդիկ չեն հասկացել, կամ շուտ ա եղել, կամ լավ չեն ուսումնասիրել, կամ մի այլ բան, ես Վերջերս էլ լսում էի Կոլայի բանի բաղադրության մասին, որ պատմում էին, որ անցած դարի վերջին, ոնց որ տեստ են անում, սլիպոյ տեստ, որտեղ մարդկանց առանց ասելու, որ սա Կոլայա եւ Պեպսի կամ այլ տեսակ, ոնց որ Կոլայի համերի թեստ են անցկացնում ու պարզում են, որ գործող Կոլայի համից ավելի շատ հավանություն են տալիս ինչ որ X բաղադրության։ Հետո փոխում են ամբողջ Կոլայի բաղադրությունը, մեծ կեմփեյն են անում, հա, հայտարարում են, որ տեսեք արշավ բան մենք էս նոր Կոլայի համ ենք հայտնաբերել, որ հասարակության դուր է գալիս, մարդիկ բունտ են անում, պահանջում են, որպեսզի հին համը բերեն, ակցիաները սկսում է իջնել եւ այլն, հետո նորից վերականգնում են այն հին համը։ Անկանխատեսելի է այդ ամեն ինչը։ Դրա համար ասում եմ անել Curiosity Fest, դա մեր համար զուտ կազմակերպչական կտորն է, որին պլատֆորմա է ստեղծում, որտեղ հանդիպեն մարդիկ իրար, շփվեն, խոսան այդ թեմայից, այդ գործատուի բրենդ թեման, ինչքան մարդկանց, ինչքան շատ, ոչ թե պրոֆեսիոնալը տակի գիտեն, ճիշտ եք ասում, այն նրանք էլ գիտեն, ով լավ են զբաղվում, ու նրանք էլ գիտեն, ով вообще չեն զբաղվում։ Իրանք երկուսն էլ գիտեն։ Քիչ թե շատ, այսպես կամ այնպես, մոտիվացիան տարբեր է, նպատակները տարբեր, ընկերությունները տարբեր են, ռազմավարական խնդիրները տարբեր են։ Մեր գաղափարն է, որ եւ իդեան շատ ավելի քանակի հասարակ մարդիկ, հասարակ, այն որ աշխատակիցներ, հա, էական չի ինքը նոր է, 3 տարի է աշխատում, 5, 7, 17, իրենք սկսեն այդ հարցի մեջ խորանալ։ Երբ որ իրենք խորանում են, տեղի անում մի քիչ այլ process։ Այդ կոչումը կա երկու ձևի, հա, երբ որ մշակույթը վերևից է իջնում եւ մշակույթը ներքևից է պահանջարկը գալի։ Մենք քանի որ վերևից մշակույթը դա միշտ leadership-ի մասին է, կան ընկերություններ, ովքեր այդ թեզը բերել են շուկա, լավագույն գործատու, ուժեղ գործատուի բրենդ, եւ փորձում են շուկային դա թելադրել, որովհետեւ իրենք տեղ տեսնում են իրենց մրցակցային առավելությունը։
բայց իրենք քիչ են այդ ընկերությունները, մեծամասնություն ընկերությունները հենց այդտեղ չեն հասել, հա, իրանք մեծամասնությունը հենց դաժե դες կոմերցիոն բրենդ չունեն, նորմալ ձևակերպված բրենդ բուկով գայդլներով եւ այլն, ուր էր ինչա մնացել մի հատ էլ գործատուի բրենդ հա ձևակերպել։ Այդ ընկերություններին թողում ենք մի կողմ։ Իսկ կա հակառակ մոդել, երբ որ մենք շուկային այդպիսի միջոցառումների միջոցով հասցնում ենք տարրական գիտելիք, փորձառություն դրա մասին, այդ մարդկանց մեջ գիտեք ինչ է առաջանում, իրենք գնում են եւ իրենց գործի տեղը, որը կարող է մի ընկերություն է, որը вообще Քրիստի ֆեստի մասին չի լսել, բայց մարդիկ ստանում են փորձառություն եւ գնում են պահանջում են իրենց ընկերությունից փորձառություն եւ ընկերության ղեկավարությունը այլևս չի կարող անտեսի տվյալ դիսցիպլինան։ Դա ինչպես է աշխատում։ Օրինակ, մենք Հայաստանում չունենք նորմալ մոբայլ էփեր։ Գրեթե միջև վերջ տարիները չկար նորմալ UI-ով, UX-ով, տենց գրագետ, մեջը խելք դրած եւ այլն։ Բայց երբ որ եկավ Yandex-ը եւ app-ով օգտվելը դարձավ մասսայական տատիկներն էլ են տաքսի կանչում եւ երեխաներն էլ են տաքսի կանչում, հա, իմ երեխեքը սկսել են տաքսի կանչել շատ շուտ, ոնց է եղել։ Ասում է պապ ջան, էս արա, մի օր հոգնում ես, ասում ես բալես արստեղ, արի քեզ սովորացնեմ, էլ մի զանգի, քո տաքսին դու պատվիրի, քարտը ես կկցեմ, այնան դեղ էլ տենում եմ, ուր ես գնացել, ինչ ես արել եւ այլն։ Բայց այդ սաղ մի կողմ դրած, ինչա առաջանում մեր բոլորիս, մեր սաղ ազգի փորձառություն, որ կան նորմալ էփեր կան, որ հարմար է, հասկանալի է, պատկերացեք ինչ բարդ էփ է, հա, Yandex էփը այնտեղ կա եւ տաքսի, եւ delivery, եւ там, չգիտեմ, 1000 մի բան կա, հա, մեջը, բայց մարդիկ սկսում են օգտվել։ Իհարկե որոշ ծառայությունները, որը տաքսին է, որը ամեն օր գրեթե կարող է օգտվեն, եւ հակառակը։ Նույնը Վալբերիսը արեց։ Երբ որ մեր ազգը նստեց Վալբերիսի վրա, իրենք սկսեն հասկանալ ինչ է էփը, որ կա հարմար էփ, անհարմար էփ, բայց եկեք փորձենք միջև Yandex-ը եւ միջև Վալբերիսը տենց մարդկանց ասել էփը, իրենք ասեն սիրունա թե սիրուն չի, բայց էփը սիրունության մասին չէ, էփը դրա մասին է, ինչքան կարճ ճանապարհով քեզ կտանի այն նպատակային գործողությանը, հա, եւ ինչքան արագ massայական մասսան կմտնի դրա մեջ, նայեք, ստեղծել էփ դրա մեջ որևէ տենց շատ մեծ բան պետք չի, էլի, ոչ շատ էսպայինս AI դարում ոչ ռեսուրս է տենց շատ ոչ կան շատ խելք, որովհետև իրոք կան լիքը գործիքներ, որոնք կարան անեն այն ինչ ամեն ինչը դու պետք է անես, որ app ունենաս, բայց խնդիրը ուրիշ տեղ է։ Արդյոք դու կարող ես քո ծառայությունը, product-ը այնպես app-ի մեջ ինտեգրես, որ միջին սպառողը կարանա դրանից օգտվի։ Ես ձեզ ասում եմ, որ ամենաբարդը դա է։ Հենց այդ է ամենաբարդը։ Թե չէ app սարքել կարող ցանկացած սարքի, բայց կան app-եր, որպեսզի դու իրանից օգտվես, դու պետք է MBA անես։ Գնաս Harvard անես, MBA անես Harvard-ում, որ գաս այդ app-ից կարանաս օգտվես։ Ну, կան շատ կան տենց app-եր, շատ են։ Եվ ավելին ասեմ, Հայաստանում շատ քիչ են app-երը, որը ինտուիտիվ են, հասկանալի են, գրագետ են սարքած եւ այլն։ Բայց դա մի այլ թեմա է։ Ուղղակի ինչի մասին է խոսքը։ Խոսքը փորձառության մասին է։ Երբ որ մեծ հանրությունը տեսավ, որ կա հարմար app-եր, հիմա ինչ է անում հանրությունը։ Եթե ցանկացած app ընկնում է ձեռը, ինքը պահանջում, ասում է, ես ուզում եմ սենց հեշտ լինի։ Եվ եթե app-ը բարդ չի օգտվում այդ ծառայությունից։ Որտեւ всё, այդ ռևերսնի պահանջարկն է, որը հա ձևավորվեց։ Նույնը բանը, երբ որ մենք գնում ենք Եվրոպա մեր համար բացվեց, հա, երբ որ դու գիտեք Հայաստանը փակ էր Եվրոպա թռնելու համար, մենք թռնում ենք կամ Կիևով կամ Մոսկվայով։ Վիզային շնորհակալություն դրա։ No, okay, վիզային շնորհակալություն, բայց խոսքը վիզայի մասին չի, հա, երբ որ մարդիկ գնում են որոշ բաներ տեսնում են որպես ամենօրյա իրենց պահանջարկը եւ իրեն գալիս են նույն բաներն ուզում տեսնեն եւ սկսում են գործարարից ծառայություններից օգտվում են պահանջել էդի կոչումա փորձառությունը փոխվել է եւ Creative Fest-ը այդ գործատուի բրենդինգի եւ գործատուի մշակույթի վերաբերյալ պահանջները փոխում է
մեծ մասսայի մեջ, ոչ թե մասնագետները մենք չենք իրենց կրթել, ստեղծել, հա, դա մեր բանը չէ, հա, իհարկե մենք ունենք HR marketing, employer branding conference, այս տարի առաջի անգամ ենք արել հենց էքսպերտների, մասնագետների համար, մենք դեռ 200 հոգով հավաքվել ենք, քննարկում ենք տարբեր մասնագիտական խնդիրներ, պայմանական 50% խոսնակների արտերկրից են, 50% Հայաստանից, փորձում ենք տենց խառնվենք իրար հետ խոսանք։ Դա մասնագիտական հարթակ է, բայց career fest-ը մասնագիտական հարթակ չի։ Career fest-ը մասսայական հարթակ է, ինքը հանրային հարթակ է։ Այս է տարբերությունը։ Իսկ քանի տարի արդեն 5-րդն ենք անցկացնելու։ Այս 5 տարվա ընթացքում ինչ որ ուղղություն տենդենս նո, երբ որ լսում են մեզ, մենք անցկացրել ենք, էլի տենց ալնելու։ Հույսով եմ ամեն ինչ լավ կանցնի։ Հա, Նու դու ասցիր, որ ես ինչ պիտի լինի մի քանի օրից։ Ինձ թվում է ոչինչ չի։ Չնայած։ Մենք իվենտչիկները շատ սուևերնի ենք, էլի մենք երբեք չենք խոսում իվենտի մասին, որպես կայացած միջև վերջի մարտը տվյալ իվենտից չի հասնում տուն պայմանական։ Հասկանում եք, այդ երբ որ դու հավաքում ես շատ մեծ քանակի մարդ, կարա լինի ամեն ինչ։ Ես չմկտեցի ինձ։ Դե օքեյ։ Ես էլ կգնամ ասում։ Okay. Homodeus podcast-ը ամբողջովին նկարահանվում եւ արտադրվում է Spin Ideas Agency-ում։ Այստեղ կարող եք ոչ միայն նկարահանել ձեր ոդքասթները, այլ նաեւ կարող եք ձեռք բերել ծառայություններ ձեր ընկերության մարքեթինգի, բրենդինգի եւ այլ ուղղություններով։ Ծառայություններից օգտվելու համար գոյություն ունի ստանդարտ արժեք եւ հատուկ արժեք, որը տրամադրվում է Homodeus պրոմոկոդը նշելով։ Եթե որոշել եք ձեր բիզնեսը բարձրացնել նոր մակարդակի, ապա զանգահարեք նշված հեռախոսահամարով։ Իսկ 5 տարիների ընթացքում, 4 տարիների ընթացքում արդեն ձևավորած փորձից ինչ հետևություն ունեք, որ է շարժվում աշխատաշուկան, ինչ որ ուղղություն տեսնում եք, որ տենդենսա գնում այդ ուղղությամբ։ Դա դենց դժվար է խոսել աշխատաշուկայի տենդենսներից, որովհետև նախ կան տարբեր ոլորտների մեջ կան մեծ փոփոխություններ, եթե վերցնենք վարորդները որպես աշխատել, իրանց մոտ ինչ է փոխվել։ Փոխվել է ավտոների տեսակը, ավտոների հագեցածությունը եւ այն ինֆրաստրուկտուրան, որը տալիս է նավիգացիա եւ այլ, հա։ Մենք խոսեցինք օրինակ Yandex-ի տնօրենի հետ, Արամի հետ, Արամը ներկայացրեց բավական հետաքրքիր փաստեր, որ Հայաստանում բավական շատ կուլտուրա է փոխվել այդ առումով, օրինակ մարդիկ սկսել են մեքենայի հետևը նստել, դա ձևավորվել է COVID-ի շնորհիվ նաեւ։ Իհարկե, ու այդպես ոչ թե բայց որպես վարորդ ես խոսում եմ վարորդի մասին մենք որպես սպառող մեզ ոչ թե ես խինոր Yandex-ի նենց ստացվեց ես էլ Yandex-ի օրինաբեր Yandex-ը շատ մեծ փոփոխություն է արել թե մոբայլի հասկացողության թե թվային product սպառելու մեջ հասկանում ես որովհետև դա ամենօրյա է դու կա մարդ ամեն օր իմ երեխեք ամեն օր տաքսի են կանչում եթե մեր որտեղ մենք ապրում ենք դեղից տրանսպորտ չկա դպրոց մենք ստիպված ենք իրենց տաքսիով ուղարկել հա բնականաբար մենք ամեն օր կամ ես պետք է հելնեմ ասեմ բալես նստի ես չգիտեմ ծախսեմ 3 ժամ տանեմ թողեմ դպրոցում հետ գամ կամ կնոպկեն սխմելը սովորացնեմ քարտս գցեմ երեխեն պայմանական 1500-2000 դրամով գնա հասնի իր ուզած տեղը բայց եթե վերցնենք իսկ որպես վարորդ որպես աշխատանք ի՞նչ է փոխվել որպես աշխատանք բարդ է ասել իսկ վարորդները կասեն բայց գլոբալ մեծ բան չի փոխվել իհարկե ասում եմ ավտոյի հագեցածությունն է փոխվել կոմֆորտնի են դարել ավտոները հա բոլորիս ավտոները մեր որպես մարդիկ թե ֆուրերը թե չգիտեմ ինչ եւ այն համակարգը որից մենք օգտվում ենք հա քարտեզներ նավիգացիա եւ այլ սերվիս որտեղ ինչ կա շուտ գտնեմ որտեղ կարելի է կանգնել ուտել խմել ջուր խմել այդ է փոխվել բայց կան ոլորտներ շատ կտրուկ ամեն ինչ փորձում մի հատ վերցրեք ինչա կատարվում օրինակ նույն IT ընկերությունները հիմա հիշեք IT ընկերությունները ուղիղ 3 տարի առաջ, 4 տարի առաջ, երբ որ մենք սկսում ենք Career Fest-ը, եւ հիմա մենք Career Fest-ը դրա հետ կապ չունի, կապ ունի այն, որ AI-ի գործոնը փոխել է ամբողջ ծրագրավորող եւ այն մասնագիտությունները, որը դրա շուրջ են, նույն POM, PO եւ այլ, հա, այդ սա փոխվել է։ Կտրուկ եւ էլ ավելի կտրուկ է փոխվելու։ Մարդիկ ունեն սերվիսներ, որոնք տարիներ իրենց բերում են մեծ գումարներ, հիմա հայտնվել են AI սերվիսներ, որ ամբողջ այդ մարդկանց բիզնեսները, որը պայմանական միլիոնավոր դոլարներ արժեին, սարքել են մի հատ բան, որը ցանկացած երեխա կարա անի։
Այն օրը բան է անում, մի հատ ֆորմուլա կա, որով տենց միշտ առաջնորդվել եմ, հիմա էլ եմ տենց անում, որովհետև կա սենց է, եթե դու ունես խնդիր, նշանակում է առնվազն 1 միլիոն մարդ այդ նույն խնդիրը ունի։ Հա, բայց առնվազն 100,000-ը փորձել է լուծի։ 10,000-ի մոտ դա ստացվել է։ Հասկանում ես։ 1000 հոգի դա ձևակերպել են նորմալ դրա մասին կեյս են սարքել։ 100 հոգի փորձել են դա ինչ որ ծրագրային կամ տարբեր գործիքներով ավտոմատիզացնեն կամ լուծում տան եւ 10 հոգու մոտ դա շատ լավ է ստացվել գնա գտի այդ 10 հոգուն ու խնդիրը այլևս կվերանա то есть ոչ թե փորձի խնդիրը լուծել ես միշտ իմ թիմակիցներին հետ եմ ասում օրինակ ինչ որ մի հատ թեմա է պետք է այսինչ սերվիսը ինչ-որ մի ձև ամուսնացնել որ իրանք իրար հետ աշխատեն հա կարելի է ձերքով ստեղ աշխատել հետո էքսպորտ անել հետո բերել ստեղ իմպորտ անել եւ այլը բայց ես միշտ ասում եմ ժողովուրդ հաստատ մենք առաջին չենք որ այս խնդիրը առաջել եկեք ռիսերչ անենք ու մեկ էլ տենում ես մի հատ ստատիա խաբրում կամ չգիտեմ Reddit-ում մեկ էլ տենում ես դա նենց է նկարագրած ասես գիտես ոնց է փուճուր երեխու նման ասես կնոպկեն սխմի էսի դիր ստեղ էս զապիտան էս կոդում էս ինչ ավելացրու սա ստացվում է այս ֆորմուլայով եթե գնանք այո հենց այդքան նույնն էլ աշխատաշուկան է փոխվել հիմա պատկերացրու աշխատակիցները ցանկացած աշխատակից որը խնդիր լուծող էր կարում էր որ ասում են քթի ցակով է եւ այլ մի 10-15 տարի առաջ որը կարում էր այդ սաղ հասկանա լուծի կպցնի մի հատ ինքը էքսպերիմենտեն իսկ կան աշխատակիցներ հիմա որոնք պրոստը լավ կարում են հետաքրքիր ձևերով prompt engineering-ի միջոցով պայմանական ինչ-որ հարցեր լուծեն թեկուս կամ չգիտեմ այն օր մի հատ պրեզենտացիա էր պետք շատ արագ էր պետք մտնում է այդտեղ իսկն 7 րոպե ստացա որովհետև տենց ստացվեց որ այն իսկոդնիկները որը պետք էր ես կարողացա շուտ էքսպորտներ անեմ իրար կպցնեմ դամ այլ գործիքի վերջում պրեզենտացիան ձեռս մտնեմ առանց ստուգելու դրեցի էկրանի վրա ու գնաց ու վերջում ես որևէ սխալ չկար մեջը ես դաժե իմ սարկածները կյանքում ռիսկ չեմ անի առանց ստուգելու բեմ ելնեմ բայց օրինակ ես էլ վերջերս կուրս էի անցնում ռազմավարության մասին ու մենք վերջում պիտի ներկայացնենք մեր աշխատանքները ու մեր խմբի մեծ մասը ներկայացնում են իրենց պրեզենտացիաները AI-ով սարքած սլայդերով եւ նայում եմ բոլոր սլայդերը իրար նման նույն ոճով եւ նույն տրամաբանությամբ այս տեսանկյունից արդյոք այս AI գործիքների ձեռքը մենք չենք դառնում միանման եւ չենք կորցնում այն օրիգինալությունը որը հատուկ էր մեր մարդկային տեսակին Ես կարամ քեզ շատ արագ պատասխանեմ Ձանձրալի չի նայեք ինչ եմ ասում պատկերացրեք լավ եկեք մոռանանք AI Համաձայն եք AI չկա Դե հիմա պատմում եմ իրականում ինչա կատարում Քանի որ մենք skill-ն ենք ու նենց է ստացվել որ գործի բերումով շատ մեծ քանակի միջոցառումներ են կազմակերպում թե մեր նախագծած մեր թե այլ ընկերությունների համար երբ որ մենք բացարձակ կապ չունենք մեր գործը կազմակերպելն է ինչ են իրանք իրար էկրաններից ցույց տալի դա մեր գործը չի մեզ կարող որ էկրանը լինի կոմպը լինի условно ֆլեշկան կպցնեն ու դա երևա եւ դալիճից դա երևա լսվի ցուրտ չլինի շոկ չլինի եւ այլ հա բայց Հավաստիացնում եմ քեզ, որ այնքան պրեզենտացիաներ եմ տեսել, չես պատկերացնում, դաժե ես TikTok-ում մի հատ վիդեո ունեմ իմ edge-ում այդ բռի պրեզենտացիաների մասին, տենց հումորով իհարկե։ Բայց ես մի բան ասեմ, երբ որ ձեռով էին սարքում, էլի սաղ իրար նման էր։ Շատ իրար նման ու շատ վատ իրար նման, հասկանում եք։ Ես չեմ ասում, այդ թույն պրեզենտացիաներ է սարքում Էդ էլ է գալի քեզնից Հիմա ես այն օրը մեկի հետ անում Իրանս էս տապորն է ստացվել Ես սարքեցի շատ լավն էր էլի իր UI-ը UX-ը սաղ չոտքի սիրուն իր օդստուպները դիզայնը բնականաբար այն գիտելիքը որը ես ունեմ դրա մեջ պրեզենտացիա վերսկա անելու մեջ հա բնականաբար ես հենց տենց AI-ից եմ ստանում իսկ այն մարդով սարքում էր մի պրեզենտացիաները ինքը AI-ից նույնն է ստանում հասկանում ես ոչ մի բան չի փոխում դրա համար AI չստեղ մեղավոր ճիշտ է Вообще մեղավոր չի ինքը գործիք է հիմա պատկերացրեք կար լապատկա հետո բերեցին էքսկավատոր հիմա ով է լավ լապատկա էքսկավատոր չգիտեմ դա փորողից է կախված լապատկով են տալի բանը կտրում կաբելը կտրում բանով են էքսկավատոր բուլդոզերով են կամ այն կովշով ոնց է դրանով են տալում հա դնում հա տրակտորով չգիտեմ ինչ որ բաներ են ջարդում այն օրը
մի հատ ռուս տղակար ցույց է տալի, որ մի պուրակում այդ փուճուր տրակտորը մտել է, սաղ ծառերը ավիրել է։ Ինչի՞։ Դա գործ էր անում, դեռ իրան պետք է ինչ-որ sense ալի էր սարքում, բայց այդ ֆրցնելու բանում սաղ ծառերը այդպես ավիրել է։ Հիմա դնում ես նույնը կարող լինել, չգիտեմ, այլ գործիքով կարային։ Դա մարդուց է գալ, հիմա այդ քշող մարդ է եղել։ Հա, համաձայն եմ այդ մտքի հետ, տեքստերի մեջ շատ է արտահայտվում, ես վերջերս LinkedIn-ում էլ post գրեցի դրա մասին։ Հա, հիմա տեքստեր է եկալ, ճիշտ ես ասում։ Դա պլաստիլինը, սիլիկոնովից տեքստեր են գրում արդեն։ Ու բոլոր տեքստերը գիտես ես ոնց եմ հասկանում, որ այդ տեքստը AI-ով է գեներացրած։ Երբ որ ինքը ինչ որ մի բան ասելուց ուղիղ չի ասում, ինքը ասում է ինչ որ մի բանը ոչ թե ինչ որ մի բանն է, այլ ինչ որ ուրիշ բան, ու այդ հասկանում որ միանգամից AI-ն է գեներացել, որ այդ տեքստի վրա ոչ մեկ չի ստրելեչկը, բայ ռվանի տեքստը, բայ էմոջիները, բայ երբ որ մտքերը sense բան են, հա, sense գծերով բաժանած բանով։ Բայց այդ չի նշանակում դու չես կարա նենց անես, որ ինքը չոտքի գրի, կարաս, բայց դրա համար գիտելիք է պետք։ Իրական գիտ դու պետք է այդ տեքստը ձերով կարանաս գրես։ AI գործիք է, որ պրոստը պայմանական ես հիմա ձերով կարայի 3 տեքստ գրեի, հիմա կարամ 25-ը գրեմ նույն ժամանակահատվածում։ Բայց եթե դու տեքստ գրել չգիտես, քեզ գրելու է այն ձևի, ոչ դու չգիտես։ Okay, պրոստը մի քիչ արագ է գրելու։ Այդ կապան։ Ու ընդունակ, այ նույն շաբլոնի տեքստերը սկսել ենք հիմա ինտերնետում կարդալ ու հատկապես ինքը մարքեթինգի մեջ ահավոր տարածվել է, ես էլ խորհրդատվական բիզնեսով եմ զբաղվում ու իմ բաներից ուղղություններից մեկը նաև հենց խորհրդատվական ընկերություններին սոցիալ մեդիայում առաջ խաղացման օգնելն է ու անընդհատ տեսեմ եմ մասնագետների հետ այդ կռիվների մեջ եմ, այդ բախումների մեջ եմ, որ այդ տեքստը անտեր որ գեներացնում եք, ուղիղ մի ուղարկեք չաթ, մի հատ դրա վրայով անցեք, մի հատ ուղումներ արեք, դուք սա չեք տեսնում, որ սենց սխալ է գրած ընդհանրապես չի բռնում։ Նույնը անում էիր դու, երբ որ չկար AI ու իրան գրում էին պրոստը պայմանական կան տարբեր տեքստային կոնստրուկցիաներ, որը եթե դու մասնագետ ես տեքստի կամ նույն storytelling-ը ունի, չգիտեմ, մի top-ը մի 5 տեխնոլոգիա, կարա 7 լինի, որը բոլորը գիտեն, բոլոր սցենարիստները, երբ որ սցենարնի շկոլա են անցնում, գիտեն, կամ չգիտեմ եւ այլն, բայց պրաստո է մարդ չգիտի դրա մասին, ինքը գրում է դա է մնի, չգիտեմ, տուր ինձ, տուր, այո, ոչ երեխեն գալիս է խանութ որ շատ փոճրալնում մի քիչ էլ բան գալիս են խանութ ինքը ասում է այն ավտոն եմ ուզում ինքը չգիտի իր մաման ունի այդ փողը չունի այդ պահին հարմար չի կարող գետնին պարկի ասի տուր այդ ավտոնը վերջ հիմա ես լիքը մարդ տեսել եմ որ նույն հələ նայեք մենք խոսում ենք մի AI-ի մի կտորի մասին, հա, տեքստ գեներալ, դա մինա պրիմիտիվ կտորն է, էլի, մենք չենք խորանում մասնագիտական կտորներ, բայց դաժե տեքստ AI-ից հենց մորում են, էլի, տենց ու դուր, վայ լավը չի, ավելի լավը դուր, ախեղ չէ, որից իմանա որն է լավ։ Շատ բարդ է այդ հարցը ու ստեղ արդեն մի քիչ սկսում եմ լղոզվել այդ սահմանները կրթված ու չկրթված, որտեղ բարդ է դառնում հասկանալ, բայց որ մի քիչ AI այդ շատ շփվում տեսնում ես այդ տեքստերը, արդեն սկսում ես նկատել, որ սա սինթետիկ է, սա նման է արդեն բանի, ինչ որ պլաստիլինից բանարած ստանդարտ ինչ որ շտամպով կարած հանած տեքստի, իսկ սա երևում է որ օրիգինալ է, ինչ որ մարդ է նստել է, մտածել է։ Դրա համար վիդեո ֆորմատը ինքը սաղ փոխում է, հա, օրինակ հիմա մենք ես ու դու խոսում ենք, մենք ինչքան էլ ուզենանք AI-ից օգտվենք, մենք անհարմար է, էդի անել, հա, ու պետքա ստիպված ինչ որ մտքեր գեներացնենք ու արտահայտենք այդ մտքերը։ Այստեղ պալիտ են լինում, էլի, մատնվում են։ Հա, լիք մարդ տենց է։ Ինչպես բոլոր նորմալ մարդիկ, բոլորս էլ ժամանակ առ ժամանակ ունենում ենք մոտիվացիայի հետ խնդիրներ։ Եվ դա նորմալ է, քանի որ շատերս սխալ ենք պատկերացնում, թե ինչ է իրականում մոտիվացիան, եւ հենց այդ պատճառով էլ ես գրել եմ գրողի տարած մոտիվացիա գիրքը։ Գիրքը չի պատմում սովորական մանտրաներ այն մասին, թե պետք է բոլորը ձգտեն առաջ գնալ եւ հասնեն մեծ բարձունքների, որովհետեւ դա է կյանքի իմաստը։ Գիրքն այն մասին է, թե ինչպես ձևակերպել մոտիվացիան եւ դարձնել այն բանաձև ձեր կյանքում, որը կախված չի լինի ոգևորությունից, լավ տրամադրությունից կամ այլ կողմնակի հանգամանքներից։ Գրքում նկարագրված են գիտական փորձեր եւ ուսումնասիրություններ այն մասին, թե ինչպես է մարդկանց մոտ առաջանում մոտիվացիան, եւ այս գիրքը կարելի է համարել առաջին գիրքը, որը գրվել է հենց մոտիվացիայի մասին։ Եթե բնակվում եք արտասահմանում, գիրքը կարող եք ձեռք բերել անկյունում նշված QR կոդով անցնելով Bookinist-ի կայք։ Եթե դեռ վերջնականապես չեք կորցրել մոտիվացիան ու կարող եք տանից դուրս գալ ու գնալ գրախանութ, ապա գիրքը կարող եք ձեռք բերել Bookinist գրախանութների ցանցից եւ մնացած բոլոր այլ գրախանութներից։ Գիրքը ձեռք բերելով դուք նաեւ կաջակցեք այս ոդքասթին, որպեսզի այն լինի մշտական եւ որակյալ։ Շնորհակալություն։ Իսկ գեներալիստների ժամանակն է հիմա թե նեղ մասնագետների։
Իմ համար նեղ։ Ավելի լավ է նեղը լինել, բայց շատ լավ պրոֆիլ լինել։ Ես տենց եմ մտածում, դա իմ կարծիքն է անձնական։ Հա, իդեպ Արամն էլ այդ կարծիքին Փախչանյան, ես նայում եմ այդ ոդքասթը, որտեղ բանավիճում էին այդ թեմը, ու իդեպ ին վերջին հայկական ոդքասթների մեջ նայածս ամենահետաքրքիրն էր։ Արամն էլ կլինի Career Fest-ում եւ ասեմ, որ եւ Մխիթարյանը կլինի եւ Փախչանյանը կլինի, Արամի խոսքը շատ ուժեղ է։ Ես հիշում եմ 2-3 տարի առաջ, երբ որ Արամը ելույթ էր ունենում, դալիճս էս լեփլեցնել ու ինքը մի հատ հետաքրիր բան ասեց, սա դալիճ սարել, ասում է հիմա կա այնպիսի բաներ, երբ որ մարդ կարող է գա հասնի նրան, որ վերցնի իր ձեռը կտրի, իսկ ուստինի ձեռ տնի, որովհետև դա ալի ֆունկցիոնալ է, ավելի մեծ ֆունկցիոնալություն ունի տվյալ ձեռը ու հիշում եմ մարդիկ ապշած էին դալիճում, ես հասկանում եմ, որ այդ իր արտահայտության մեջ մի փոքր էլ պրովոկացիա կար, բայց հենց էտա ճշմարտությունն կա։ Այո, ոչ թե կա, այնտեղս էլ կա, բայց հարցը դրանում է, որ հենց ուժեղ խոսք ունեցող մարդը ինքը չի վախենում նմանատիպ պրովոկացիաներից, ինքը կարող է այդպիսի պրովոկացիաների միջոցով այնպես անի, որ դահլիճի ուշադրությունը գրավի, որպեսզի կարողանա իր խոսքը, այն երկար խոսքը տեղ հասնի, վերջի կա տակտիկա, դա տակտիկա էր եւ կա ստրատեգիա, հա։ Ձեռը դա տակտիկա էր, բայց մեծ խոսքը իր ամբողջ ելույթը դա ստրատեգիա էր եւ ստրատեգիչիսկի ինքը կարողացավ հասցնի դահլիճին այն բոլոր մտքերը, որը ուզում էր եւ լավ խոսնակին եւ պրոստը խոսնակին տարբերում է հենց այդ ազատ լինելը, չվախենալը։ Ես միշտ ասում եմ, եթե դու դուրս ես եկել բեմ, դու պետք է պատրաստ լինես քո փայ այն պետած պոմիդորը ստանաս։ Եթե դու պատրաստ ես դրան, մի դուրս արի բեմ։ Այո։ Հա, որովհետև երբ որ դու դուրս ես գալի բաց հարթակներում բեմ, դա քո հիմնարկը չի, որ դու ինչ խոսաս, սա սուս լսելու են, հետո գնաս դա պաշոտ։ Քեզ էլ հա, ոնց որ շատ տնօրեններ սիրում են հիմնարկում, ցած երկար ճոռոներ ասեն, բայց երբ որ հայտնվում են բաց, չէ, հենց որ հայտնվում են բեմի վրա կամ միկրոֆոնի մոտ, կամերան հենց միանում է, խոսքերը անհետանում են այդ տվյալ մարդկանց։ Այդ կատեգորիայի մարդիկն են, մեկը այդ աշխատում է այդ շատ կրթված, ֆանտաստիկ ինչ որ մեջբերումներ են անում, ժողովներին բան են տուդա, բայց որ հայտնում է այտենց մի տեղ, որտեղ իրան կարան անհարմար հարստան, всё։ Միանգամից փակվում։ Այո։ Ու այդ շատ մեծ խնդրեմ է, այդ մի անգամ Ում համար Դավիթ։ Մեր, ես Սերգեյ ջան Ում համար է ասեմ, պրոբլեմ։ Իր համար է պրոբլեմ, քո համար ինչ պրոբլեմ է դա։ Ես գնում եմ կոնֆերենցիայի, ես նստում եմ դահլիճում ու օրինակ պայմանական հայտարարված է որ լինելու է արհեստական բանականության մասին թեմա, հա, թեման արհեստական բանականություն, ես լսում եմ կոնֆերանս ու խոսնակը բեմից լուրջ դեմքով ինձ ասում է, որ արհեստական բանականությունը կփոխի ապագայում տնտեսությունը եւ շուկան եւ արհեստական բանականությունը գործիք է, որը պետք է օգտագործես ու ծառայեցնես, ովքեր կօգտագործեն կլինեն այդ ապագայի ալիքի վրա, ովքեր չեն օգտագործի, այսինքն то есть նենց примитив բաներ, որ Չէ, примитив, չէ, ты кажется, ни о чем. Ты скажем любой бан. Կապիտան очевидность, էլի։ Это вообще нет, ты скажем любой бан խոսանք։ Հա, բայց տենց է թե գլոբալ, եթե Արամին Փախչանյան դնենք մի կողմ եւ մի քանի էլի խոսնակների դնենք մի կողմ, որոնք հաճախ են ելույթ ունենում կոնֆերանսների եւ այլն, մնացած բոլոր խոսնակներին ամենայն հարգանքով իրենց մասնագիտական գիտելիքների հանդեպ իրանք կադրից դուրս շատ ավելի հետաքրքիր մարդիկ են լավն են, քան բեմում։ Լուրջ եմ ասում, դա բա մենք քարի ենք, Դավիթ ջան։ Բա հասկանում ես մեր գործը, որ տարիներ շարունակ մեր օրինակ անձամբ նույն իմ գործն էլ դրանում է, որ ես այնքան գնամ լսեմ այդ քո ասած մարդկանց, որ իրանց մեջից երբ որ հայտնվի է մեկը, որ լավ խոսք ունի, իրան գամ ասեմ, Արամ ջան, արի մեր Career Fest-ում կամ այլ իվենթում խոսա։ Չէ՞ որ երբ որ դու պրոդյուսերն ես այդ ամեն ինչի, դա քո գործերից մեկն է, գնաս շատ մարդ լսես եւ այո, ես գնում եմ, շատ բոլորը գիտեն, իվենտներին գնում եմ, կողքից միտեղ նստում եմ, կարամ երկար լսեմ, ինչի համար։ Այդ նույն, բայց на самом деле որևէ տարօրինակ բան դրա մեջ չկա, կներես էլի ամենայն հարգանքով բոլոր մեր խոսնակներին, բայց ես որ ասում եմ պետք է ասենք, հա, խոսնակը դա կոնֆերանսի համար դա պրոդուկտ է։ Այո։ Հա, դու հանում ես դու ունես մեծ պրոդուկտ եւ պրոդուկտ, որը պետքա գա։ Հիմա մեր շահերը տեղ համընկնում է։ Մենք ստեղծում ենք մեծ հարթակ, իրենք ծախսում են իրենց անձնական ժամանակը, իրենց գալիս են դե կարան չէ այդ օրը գնան ինչու մի ուրիշ գործով զբաղվեն, բայց գալիս են Career Fest կամ այլ միջոցառում, բարձանում են բեմ, իրենց ժամանակը, գիտելիքը, փորձը փորձում են փոխանակեն դալիճին, աուդիտորիային, հա։ Հիմա մենք իսկ բայց մեր գործն է
Նույն ձև ոնց որ պայմանական մարդիկան գրում են Չինաստան, էքսպոներով այնքան են ման գալի, որ գտնեն պայմանական այս միկրոֆոնը ու բերեն տնեն վաճառվի, չէ։ Էսի պրոդուկտ է։ Հիմա եթե իրանք սխալ միկրոֆոն են բերում, ինքը չի վաճառվում։ Հիմա մենք էլ, եթե մենք սխալ խոսնակ ենք ընտրում, մեր պրոդուկտը չի վաճառվում։ Բայց մենք դրա դիմաց բնականաբար այստեղ երկկողմանի է։ Մենք սարքում ենք այդ հնարավորությունը, այդ environment-ը, վերջո խոսնակը որ հելնում է բեմ, այդ բեմի գինը 7.5 միլիոն է։ Հասկանու՞մ ես, ինքը այդ բեմից խոսում է, բայց ինքը 7.5 միլիոն չի ծախսում։ Դες ինչի գխով սենց է անում քեզ։ Ինչ։ Իդեպ անցնենք դու էլի, եթե Okay. Ես ընթացքում որ դու պատմում էիր, որ բեմա բարձրանում իր խնդիրն է, այդ լստած դահլիճի մարդկանց, ես գխով էի անում, չէ, որովհետև ես կարծում եմ, որ իրանք անկեղծորեն դրա համար չեն բարձրանում բեմ, իրանք բարձրանում են բեմ, որպեսզի հետո դրանից ստորիներ, վիդեոներ սարքեն, որ իրանք բարձրացել են բեմ, դա ոնց որ իրենց անձնական ոնց որ իրենք միջոցառումը էքսպլուատացնում են իրենց անձնական բրենդինգի հանուն, այլ ոչ թե նրա համար, որովհետև իրենք այդ օրը բեմից ծառայություն պիտի մատուցեն են նստածին։ Պիտի իրենք հետաքրքիր լինեն են նստածին։ Նկատել ես, որ բոլոր խոսնակները ունեն ֆոտո միկրոֆոնով ու դրած է Facebook-ում պրոֆիլ pic։ Նկատի մի հատ հուշ նայ։ Եվ ով դու էլ ունես։ Այո, դե նորմալ է։ Նորմալ է։ Okay։ Բոլո, ես հետևում եմ։ Դե ոչինչ։ Հիմա դե տենց մարդ է եկել քեզ յուրիմա։ Հիմա okay, բայց այո, մեկի մոտիվացիան հայտնել բեմում։ Բայց Դավիթ, արի անկեղծ ենք, երբ եղել է ժամանակ, կարող է քո մոտիվացիան էլ է եղել հայտնվել բեմում։ Եվ նայած ով որ փուլում է գտնում։ Հիմա պայմանական ասեմ, Curiosity Fest-ում ես այս տարի խնդրել եմ թիմին ինձ որևէ անգամ բեմ չբարձրացնեն։ Բայց հետո դες նենց ստացվեց, ու ասեցին ես Սերգեյ, այն կոնկրետ մի հատ պանել կա, որը գործընկերը ուզում է որ դու մոդերացնես, ասի հա, եթե գործընկերն ուզում, вообще որևէ հարց չկա, բայց եթե գործընկերը հանկարծ որևէ մեկը չի դրել մատնանշել Սերգեյի վրա, ինձ ազատեք, ես գնամ մարդկանց հետ շփվեմ, որովհետև բեմ բարձրանալ է, դու առնվազն 1 ժամով կտրվում ես քո միջոցառումից, հա։ Օրինակ եղել է Curiosity Fest, երբ որ 3 հատ դեր ունեի ես։ Մի հատ բացման խոսք էի ասում, մի հատ առանձին keynote ունի, մի հատ էլ պանել էի վարում։ Մարդկանց կարող է թվա, որ բանի նման է, չէ, там Curiosity Fest-ի մինի Սերգեյ ուսնունցը, այդ վիճակը, բայց ոչ, ես չեմ ուզում բարձրանամ բեմ, ես ուժը այդ փուլը անցել եմ, հասկանում ես, այդ հագեցած բեմ բարձրանալու բան անցել է։ Հիմա ես այլ բան եմ ուզում, ես ավելի շատ ուզում եմ ետնաբեմում լինեմ։ Ես ուզում եմ դու գաս խոսաս ու կոմոդ ստացվի, հա, ես պատրաստ եմ քո հետ աշխատեմ, ես նստել եմ այսօր հարցեր եմ գրել, հասկանում ես, հա, էլի թող քո հարցերը լինի, բայց թող նազապասիմն էլ լինի, հիմա մարդ ես, կարող է, չէ, դրուկ նոց քոնը լինում է, չէ, գրեմ ես, արա մենք էլ ջոկում ես, այն չի։ Ну չի կպնում, и всё։ Ու մենք ստրախովկա ենք անում միշտ մեր խոսնակներին, միշտ էդի քեզ մի քիչ զակադրովի բաներ են բացում, չէ։ Նույն ժուրնալիստներն էլ են ստրախովկա անում, որովհետև ժուրնալիստները այս event-ից գնում են այն event չեն կարա, չէ, տենց խորանան, հասկանան այդ մասնագետ, այդ նեղ մասնագետ ու ճիշտ հարցեր տան։ Մենք նստում գրում ենք այդ ամեն ինչ, ասում ենք, էս էլ տվեք։ Ձերն էլ տվեք, մերն էլ տվեք։ Հիմա վերջում կպարզենք մոնտաժի ժամանակ կերևա, որը դնենք, հասկանու՞մ չէ։ Էս ինչա իմ կարծիքով ոնց որ յուրաքանչյուր մասնագետի անձնական հարգանքը դահլիճում նստածի հանդեպ ու անձնական էգոն երկրորդ պլան մղելու ու առաջինը նստածի մասին հոգ տանելու համար։ Դա դու իմ TikTok-ն ես պատմում։ Առաջին կարաս բացես դերտես։ Ես 19 թվականին առաջին անգամ անցկացրել էի իմ առաջին սեմինար, որը հրավեր էր ուղղակի ինչ որ 18-17 տարեկան երիտասարդների համար, ես էլ եմ երիտասարդ 21-22 տարեկան ու հրավիրել էին խոսելու leadership-ից, ես գնացել եմ, ես քանի որ չգիտեմ գլոբալ առումով ես ինչ պիտի պատմեմ իմ իմացածից, չգիտեի որ կտորվերցնեի, որոշեցի ինչ որ ուսումնասիրել ով ինչ ձև է պատմում դրա մասին, վերցրեցի ամենահետաքրքիր մատրիցաները, ոնց որ ես մտածում եմ ոչ թե իմ տեսանկյունից որ ըհը ես կգնամ այնտեղ կասեմ ես եկել եմ դե լսեք, չէ, ես մտածում եմ ոնց անեմ որ այս մարդը ինձ լսելուց ասի ինչ հետաքրքիր էր, բայց այս պատմածը։ Դա դրա համար դու ստեղ ես, իսկ այն խոսնակների մասին դու խոսում ես, ես առաջարկում եմ այս թեման, այս խոսնակների կտորը փակենք, բայց կան մարդիկ վիդեոն անջատել են արդեն, գնացել են տղեկը, հա, դե
Ոչ, դա կարանք կոֆե ուզենք։ Կարանք փոխենք թեման, Չէ, կոֆե ուզենք։ Լսի, այդ խոսնակների թեմասից իրականում երբ որ դու խոսնակի հետ աշխատում ես, այստեղ կա մեծ փուլեր, չէ՞, քեզ նամակ ա եկել, հետո զանգ, հետո նկար, հետո էսպեն բիո, դու դա սուդա, հետո հաստատել են, հետո քեզ սենս ներկայացնենք սենս, թե կարամ այդ բանը, հետո քեզնից հələ դու կինո չես, հետո որ կինո դες պրեզենտացիա են ուզում, հետո քո պրեզենտացիան նստում են դզում են, հիմա երեխեքը մտածում են ոնց ասեն, որ այս բառը փոխենք, որ էնի չվիրավորվի, հա, ու որովհետև գիտես ինչ խոսնակներ կան, դու չո գիտես ես ով եմ, всё գնաց, չեն ասում ես աշխատող է, ինքը իր գործն է անում, տենց շատ այնքան միջադեպեր կա խոսնակների հետ կապված, չես պետք է ասեմ, որովհետև չկա Հայաստան որևէ այլ ընկերություն, որ այդ քանակի խոսնակաբեմ բարձրացել, ինչքան մենք, причем մենք առաջ ենք տենց քանի պոզիցիայով, էլի տենց անգամներով որովհետև ամենամեծ քանակի այդ կոնգրեսն է, կոնֆերանսիոննի կտորը, դե մենք շատ ենք արել, առաջինն ենք այդ կուլտուրան սարքել, որ այնպես ոնց որ մենք դեռ մենք դաժե ավելին ասեմ, հիմա մենք հստակ տեսնում ենք, որ տրենդերը փոխվում են, բայց մեկը հայկական ընկերությունները եւ կոնֆերանս կազմակերպիչները նոր սկսում են անել այն, ինչը տարիներ շարունակ արվել է Հայաստանում եւ այլ երկրներում, հիմա կտրուկ փոխվում է, դա չի աշխատում, բայց իրանք շարունակում են, ավելին ասեմ, երբ որ մեզ են պատվիրում Երբ որ մենք առաջարկում ենք, ասում ենք, եկեք SSS բաները փոխենք, չէ, տենց չէ, այսի սենց լինի, որովհետև ինքը պլյուս սկրինշոթերը ուղարկում է։ Եղել եմ սրա կոնֆերանսում, սենց եմ ուզում, եղել եմ նրա կոնֆերանսում, էս եմ ուզում։ Ասում ենք, լավ է սա, որ եղել ես, օքեյ, մերսի, որ ուղարկել ես, մենք ընդունեցինք գիտություն, բայց նայեք, մենք էլ եղել ենք չգիտեմ, շատ ենք ճամփորդում, դե մենք էլ դա մեր գործն է, հա, ոնց որ հիմա պայմանական վստահ եմ դու լիքը ոդկաստ ես լսում, վստահ եմ դրանում։ Հա, բնականաբար տենց է, մենք էլ գնում ենք շատ կոնֆերանսների ենք մասնակցում, որ տեսնենք ինչ է փոխում, ինչ լավ հետաքրքիր իդեա մտքեր ռեալիզացված են, թե չէ, հա, կարելի է ChatGPT-ին ասել դուր ինձ 10 թույն իդեա, ինքը չգիտեմ ինչ որ սիլիկոնովի բաներ կտա, բայց իդեան նորմալ տեսնել է դի իրական քո աչքով դու տեղ մեջ նստած լինես, որ հասկանաս դա աշխատում է թե չէ։ Առաջարկում ես շատ բան, ոչ, չէ, ռիսկի չդիմենք, էդի չանենք, էդի չանենք։ Դրա համար մենք ունենք մի քանի հատ մեր միջոցառումներ, որտեղ մենք այդ որ կրեստվել, մենք այդ ռիսկերը, սա, այդ էքսպերիմենտները անում ենք մեր միջոցառում։ Հետո մեր մոտ որ մի 3 անգամ անում ենք, այսինքն ասա, մենք էլ ենք ուզում, ունենք նույն բաթլները, մենք սկսեցինք անել բաթլներ, հələ մեր նախկին օֆիսում, հեսա քեզ ասեմ, 2018 թվականից սկսել ենք անել բաթլներ։ Բաթլները ենք անում, մեր օֆիսը Սյուսային փողոցայում էր, տարբեր մասնագիտական բաթլներ ենք, անձամբ ես մոդերացիա եմ անում եւ գումարը ինչքան հավաքվում էր, ուղղորդում էինք DCP-ով իվան երեխեքի համար ծնունդ էինք անում ամեն ամիսը մի անգամ։ Այդ բաթլների գաղափարը տեղից ծնվեց։ Հետո մենք փորձեցինք դա որպես լավ ֆորմատ վաճառել շուկային։ Գալիս ենք, ասում ենք, լսի, պետք չի դուրս գալ պրոստո լոլո ասել բեմից։ Արի մենք մի հատ բաթլ կազմակերպենք։ Քո թեման վերցնենք, որ գանք քեզ մի հատ հակառակ մարդ բերենք։ Դուք իրար հետ բախվեք, ավելի լավ է սպառելու աուդիտորիան քո կտորը։ Нет, խոսենք։ Չէ, հարց դառնում չի։ Չէ, ռիսկի չեն դիմում, причем դու, չէ, բա ոնց կլինի բատանավին ինչ կասի, բա որ չստացվի, ես կոմենք։ Հենց մենք սկսեցինք Curiosity Fest-ում անել, անցած տարի մեզ 3 բաթլ պատվիրեցին։ Ֆանտաստիկ բաթլներ անցկացրեցինք, իպրի տոն, որ մի քիչ մեզ սահմանափակեցին, մեկը չթողեցին, այնպես անենք, ոնց որ մենք կանեինք, հա։ Հիմա տենց վստահ եմ, այս տարի ուրիշ բաներ կանենք, կգան ուրիշ բաներ պատվիրեն։ Դրա համար մեր համար նաև Curiosity Fest դա հարթակը էքսպերիմենտալ, ինքներս ինչ-որ ֆորմատներ փորձարկենք, մարդկանց ցույց տանք, որ հետո գան մեզանից ընտրեն ուժը որպես skill, որովհետև որպես skill ինչով ենք մենք զբաղվում ենք միջոցառումների կազմակերպման մի քանի սեգմենտում, կարծում եմ, չեմ ուզում ամենալավը, տենց լավերից մեկն ենք, հա, այդ որոշ սեգմենտներում, որը կոնֆերանսը, կոնգրեսը, դիլավի այդ միջոցառումները, հա, բիզնես միջոցառումներ եւ իրանց ենթաֆորմատները, ասում են այն միջոցառումները, որտեղ շատ ավելին են դահլիճները, քան թե մեկը, նույն Curiosity Fest-ում 3 թե 4 դահլիճ։ Հարթակները շատ են, հա, 10 հարթակ ալնելու։ Ու ամեն հարթակում նոն-ստոպ գնում է, իր ծրագրով գնում է։ Դու չես կարա ես դաժե չեմ կարա լինեմ ամենտեղ։ Եթե ես կամ քեզ լսեմ,
Ես այդ ժամին չգիտեմ, մյուս դարիճում չգիտեմ ով ալնելու, ես իրան չեմ լսելու կամ հակառակը։ То есть դու չես կարող հայտնես ամենտեղ եւ այդ բազմա, երբ որ շատ խոսնակներ են, տարբեր, причем, լայ, քինոտներ կան, պանելիստներ կան, այդ բաթլիստներ կան, այդ բոլոր այն ֆորմատները, որ ասի, այդ սաղ պետքա կառավարել։ Այդ էլ մեր product-ն է, այդ դրանով ենք զբաղվում։ Եվ բնականաբար ինչ ենք անում, շատ են ասում, ինչ դեր պետք է մի կտորը այդքան զբաղվածությամբ, այն Pro Events 360 կուրսը որ անում եմ, պրոֆեսիոնալ event marketing-ներ եմ պատրաստում։ Հենց event marketing, ես ինքս marketing եմ, ես գիտեմ ինչ է marketing-ը, ես չեմ պատրաստում SMM-շիկ, ես չեմ պատրաստում digital marketing, ես չեմ պատրաստում, չգիտեմ, այլ եւ այլ, ես պատրաստում եմ հենց expert event marketing եւ event manager եւ ամենակարևորը իրանց համախմբող մարդը event architect-ը։ Այս սրա մասին է ու պրոֆեսիոնալ կուրսը միակ հայկական կուրսն է, օրինակ, որը արվում է IMBOK-ով, միջազգային սերտիֆիկացիայով եւ այլն։ Ինչու՞։ Մեկը հարցնում է, ինչի՞ դա պետք այդ մարդը կարա գնա event անի։ Ասում եմ միակ տարբերակը, որ մեր կտորը, հա, ամենայն հարգանքով կան սպորտային միջոցառումներ կազմակերպող, կան համերգներ կազմակերպող եւ այլն, բայց մեր կտորը ես չգիտեմ իրանց մոտ ոնց է, բայց կարծում եմ իրանց մոտ ոչ մի բան չի տարբերվում, իրանք էլ ունեն մեծ բացեր, պրոֆեսիոնալներ գրավելու, շուկայից թիմերը ուժեղացնելու, մեր մոտ էլ է տենց։ Մեր սեգմենտում բիզնես միջոցառումների չկան պրոֆեսիոնալներ, կան տենց քթի ծակով երեխեք, կան տենց որ սամաուճկաներ, բայց երբ որ դու անում ես շատ մեր միջոցառումներ, այդ սամաուճկան մի քիչ վտանգավոր դաշտ է։ Ահավոր վտանգավոր է, որովհետև երբ որ իվենթը բանով չի սարքում, IMBOK-ով չի սարքում, հա, իր տեխնոլոգիայով չի սարքում, ինքը ոնց որ տես ռուլետկա է խաղում, էլի։ Ես չեմ ասում մեր մոտ չի կարա լինի։ Կարա լինի ու եղել է, մեր մոտ էլ են եղել խնդիրներ, բայց խնդիրը պետքա կառավարվի, բայց ես եղել եմ իվենթ եմ տեսել, երբ որ խնդիրը հայտնվել է, ոչ մեկը չի եղել։ Իրանք այդ բանի տեղ չեն եղել։ Տեղում մարդ չկար։ Հայաստանում պրոֆեսիոնալ այդ ամենով զբաղվողներ շատ քիչ են, որովհետև Հայաստանում շուկան էլ է հանդուրժում այդ սխալները։ Նայեք ինչից է գալի, դա այդ կներեք էլի։ Գիտեք ինչից է դա գալի, բայց դա փոխվելու է ու շատ արագ փոխվում է։ Երբ որ մեր շուկան շատ փակ էր, ինքը ամեն ինչ քեզ ներում էր, որ դե էս քանով ենք, ոչ մի դրսի կառույց կամ չգիտեմ դրսի միջոցառումներ հետաքրություն չունեին դեպի Հայաստան։ Դե մենք էլ սենց ենք անում, սենց ենք կարում, մեկը մի քիչ լավ, մեկը մի քիչ վատ, հա, բայց երբ որ մենք հիմա բացվել է երկիրը ու շատ մեծ քանակի նույն միջոցառումների ոլորտում, բոլոր ոլորտները մի հատ հարցրու, տես ոնց է փոխվում պահանջարկը դեպի պրոֆեսիոնալների, փոխվում է։ Հա ռուս սպիկերներն էլ նույնիսկ որ եկան Հայաստան սկսեցին կազմակերպել լեկցիաներ, մեր հայ էքսպերտներից շատերը սկսեցին ակտիվանալ, շատերը սկսեցին գնալ տարբեր տեղեր մասնակցել ինչ-որ միջոցառումների, որովհետև մինչև այդ իրանք հանգիստ էին, ասում էին դե լավ, ոչինչ չկա եւ այլն, հենց եկան տեսան, որ Ռուսաստանից ինչ-որ մեկը գալիս է Հայաստանում 200 հոգի մարդ հավաքում, գումար աշխատում ու գնում։ Իսկ իրանք նստած այդ ամենին կողքից են հետևում։ Դե մենք ինչքան ենք Ռուսաստանից մարդ բերել ստեղ ու իրանց համար դալի չավակել։ Ես ասեմ 200-ից ավել կավատաս։ Հա, իհարկե կավատամ Սիտնիկովին նայում էի։ Ну, նայებ Սիտնիկովին, հա, կամադային եւ այլ, բայց ես ասեմ, ես հիմա թվարկեմ, կարանք մեր սա հաղորդումը նստենք թվարկենք ազգանուններ, հա։ Ուզում ասեմ, այն վաղտ էլ հա մեր միջոցով, բայց մարդիկ գալիս են ու գալիս են։ Մենք ունենք խոսնակ Սերգեյ Օզերով 25 անգամից ավել Հայաստանում դալի չենք հավաքել։ 3000-ից ավել մարդ ենք հավաքել իրենց համար, իր համար։ Как тебе? Как тебе такой Илон Մասկ։ Հասկանում ես, ով է հայկական խոսնակներից 25 անգամ դալի չհավաքել, դե թող ասի։ Այո։ Եվ այո, լավ է որ տենց է եղել։ Հիմա շատ մարդիկ սկսել են ստեղծել իրենց կրթական պրոդուկտները, սկսել են մտածել ոնց այդ պրոդուկտները առաջխաղացնեն, ոնց դրա մարքեթինգ անեն, ոնց դրա վաճառքը ապահովեն, ոնց հետո այդ ծառայությունը մատուցեն, լավ ֆիդբեք հավաքեն, հետո այդ ֆիդբեքների հիման վրա մյուս արշավը կառուցեն եւ այլն։ Այո, շատ լավ է մրցակցությունը, նենց բան է, որը շարժում է բոլորին, բոլորը շարժվել են, նույնը վերցնենք համերգները, հա, կառավարությունը մի քիչ աջակցեց, դա թեման շարժվեց, հիմա ահագին մեծ քանակի նայեք, տեսեք ոնց ենք մենք
կոնկուրենցիա անում Վրաստանի հետ նույն այդ համերգների դաշտում, հա, բայց տարիներ շարունակ 2008 թվականից մինչև կարծեմ 2017-ը Հայաստանում գրեթե համերգներ, մենահամերգները վերացել էին։ Հասկանում ես։ Միգուցե 2012-ից, բայց ահագին մի 5 տարի այդ կոവിഡ്ի հետ կապ չունեցող բան եմ ասում։ Մենահամերգներ չկար, ով է մենահամերգ տվել այդ տարիներին։ Հայկական երկշ չեմ հիշում։ Չէ, հետո բայց հիմա նորից սկսեցին, տեսար, լավ հետաքրիր համերգներ եւ այս վերջերս եղան, հենց բանը Դումիկյանի համերգը ինքը ռեկորդ էր խփել։ 30,000-ից ավել մարդ։ 45 են ասում որոշ մարդիկ։ Բայց լավ, օքեյ, ես իմ էական չի, հիմա 35 թե 45։ Ջենիֆեր Լոպեսից շատ էր։ Այո, միանշանակ այդպես էր ու դա շատ լավ է։ Այո։ Ես չգիտեմ, դու մի կարող եմ 1 երգ իմանամ կամ 2, դա իմ բանը չի, ես մենք ռոկեր եմ, հա, բայց կապ չունի, ես ասում եմ, мне задержало обидներ, բանի սուխովի վիճակը։ Տենց Յուրաքանչյուր ոդքասթ որակյալ ու երկարատև լինելու համար կարիք ունի ֆինանսավորման, քանի որ այն ինչ դուք տեսնում եք էկրանից այն կողմ, կատարվում է մեծ թիմի աշխատանքի արդյունքում։ Homo Deus-ին աջակցելու համար կարող եք անցնել նշված QR կոդով եւ դառնալ մեր ոդքասթի աջակիցը ու ստանալ մի շարք առավելություններ։ Մասնավորապես հնարավորություն եք ստանում դիտել օգտակար ու հետաքրքիր կոնտենտ, որը տեղ չի գտնում YouTube-ում եւ որոնք մենք տեղադրում ենք հատուկ մեր Patreon-ի բաժանորդների համար։ Եվ իհարկե այլ առավելություններ նույնպես, օրինակ հաջորդ հյուրին ընտրել կամ ունենալ հանդիպում մեր ոդքասթի հյուրերի հետ առանձին ավելի անմիջական մթնոլորտում։ Շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, որոնք արդեն աջակցում են մեզ։ Այս փոփոխությունները, որոնք որ գնում են, խոսեցինք ջեներալիստներից, խոսեցինք նեղ մասնագետներից եւ այլն։ Հիմա ինչ որ գլոբալ տենդենս կա, որ Z-երը նոր սերունդը փոխում են աշխատաշուկան, փորձում են ջարդել, կոտրել, գործատուները փորձում են հարմարվել եւ այլն։ Քո կարծիքով ոնց որ ես մի քիչ կասկածում եմ, որ դա Z-երն են փոխում, որովհետեւ գլոբալ նկատում եմ ավելի շատ տեխնոլոգիաների միջնորդություն ու տեխնոլոգիաների պատճառով արվող փոփոխություններ, քան սերնդի կմահաճույքների կամ նոր սերնդի պահանջներից ելնելով։ Իսկ ինչ ես կարծում, սերունդներն հիմա այս նոր սերունդն է փոխում, թե տեխնոլոգիաների զարգացումն է ուղղակի փոփոխություններ բերում։ Արի մի ցենց քեզ նենց պատասխանեմ, որ չգիտեմ դուրդ կգա թե չէ։ Նախ սկսենք դրանից, որ ես տունու ունեմ այդ երկու հատից, այդ հատը որն է, այդ երկու նոր սերնդի ներկայացուցիչներից։ Հասկանում ես, չէ՞։ Այդ մեկ ուզում եմ ասեմ, որ հասկանում եմ ինչի մասին է խոսքը, իմ երկու երեխայի մասին է խոսքը, ովքեր նոր, տղես 20 տարեկան է, մի քանի տարի աշխատաշուկայում է, աղջիկս 17 տարեկան է, 1-2 տարի աշխատաշուկայում է, իրանք շուտ են սկսել աշխատել։ Այդ առաջինը։ Երկրորդը, բազմաթիվ միջոցառումներ կազմակերպող մարդը վերջում երկու բան պետքա սերունդներից հասկանա։ Երրորդը, Curiosity Fest-ի խորագիրը հենց այդպես էլ այս տարի կոչվում է 5 սերունդ 1 ռիթմ։ Ամբողջ Curiosity Fest-ի գաղափարախոսությունը, եթե հիմա դու կարող ես մենակ քո պանելն ես նայել, եթե վերցնես բոլոր պանելները, նայես, դու կտենաս, որ բոլոր սերունդների մասին է, տարբեր ռակուրսներից։ Այդ էլի 3։ Հիմա հարցիդ պատասխանեմ։ Նախ ես չեմ հավատում այդ բանին, որ սերունդները Z-ը, պայմանական Z սերունդը, չգիտեմ, ջարդում է, փոխում է, չգիտեմ, որովհետև չեմ տեսել կուսակցություն, օրինակ Z սերունդների կուսակցություն։ Դա ինչ է նշանակում, որ առնվազն այդ մարդիկ, դա տարբեր մարդիկ են, իսկ որպեսզի մի բան փոխել գրուպավոր, դու պետք է ինչ-որ միավորում ունենաս, ինչ-որ լիդերով, բանով, իրանք հավաքվեն, քննարկեն, այսօր ժողովը այնպես է, երեխեք հավաքվել ենք, տենանք ոնց ենք ջարդում աշխատաշուկան։ Այսօր սաղս գործից ուշանում ենք։ Այո, գործից ուշանում ենք եւ այլ, կամ չգիտեմ, էս ենք անում ենք, ես դրան չեմ հավատում, որովհետեւ նույն Z սերունդը ունի ֆանտաստիկ մեմեր հումորներ մեծերի մասին, երբ որ մեծերը խոսում են Z սերունդից, հա, իրանք երբ որ Z սերունդ են լսում, իրանց մոտ ծիծաղ է առաջանում, հումոր, չգիտեմ, իրանք մեմեր, իրանք ունեն տես տարբեր միմասիկներ։ Հա, տարբեր, հա, ու իրենք են դրան բան վերաբերում հենց հումորով, էլի։ Արի սենց ասենք, երբ որ եղել են այն պատերազմի ժողովրդակ, հələ երկրորդ համաշխարհային պատերազմը, մեր պապերը։ Իմ
Կարող քոնը չէ։ Այո, չէ։ Հա։ Իրենք բնականաբար, երբ որ ծնվել են մեր ծնողները, իրենք ուրիշ են եղել, ասում են այն երեխեքը, ովքեր պատերազմից հետո են ծնվել։ Հա։ Այդ baby boomer-ը, հա, կոչեցել։ Բնականաբար վստահ եմ այն ժամանակ, միգուցե տենց ֆինցիֆլուշկաներով չէին խոսում ալֆա, բետա, գամա, զեթ, մետա, միլենիում եւ այլ, բայց անընդհատ խոսում էին բա մեր սերունդը, բա մեր էսպես, հա, էդ էլ կար։ Հետո, երբ որ հիշում եմ, մենք ենք ծնվել։ Մենք ռոք մուզիկա ենք լսում, մենք դիսկոտեկաներ ենք գնում, մենք գիշերը ուշ ենք գալի տուն, մենք շուտ ենք սկսել կներեք ինագդա ծխել, խմել եւ այլ, եւ մեր ծնողների համար դա շատ տարօրինակ էր։ Բնականաբար մենք այլ բաներ ենք երազում, այլ ձևի ենք ընտրում համասարանը ուժը, այլ ձևի ենք աշխատավայրում մեզ պահում, քան թե մեզնից մի քիչ մեծերը, մեր վախտել էր տենց։ Բնականաբար հետո մյուս սերունդը, որը մեզնից հետո է եկել եւ հասանք մենք զետերին։ Հիմա ինչ վերաբերում է զետերին, զետերը պրոստը մի քիչ այն նորմալ է, որ իրանք ուրիշ են, իրանք ծնվել են գրուպը գարա սմարթֆոնները ձեռքերում, իրանք միշտ ունեցել են շուտ արագ հարցի պատասխան, իրանք կարիք չեն ունեցել գան սպասեն, տենան, մաման, իրիկունը երբ է գալու գործից, որ գա մտնի, ասի մամ, մի հատ սենց հարց ունեմ, ինքը պետքա չաթ արել, պետքա զանգելա, պետքա voice-ա թողել, պետքա մտելա вообще Google-ից է հարցրել, իսկ հիմա вообще ChatGPT-ից, հասկանում ես, ինտերակցիան փոխվել է, իրենք հարց ու պատասխան իրենց կյանքում ձևը փոխվել է։ Բնականաբար հասկանալ չի, ինքը կարող աստեն նստած լինի, գրուպը գար եկել է HR-ի հարցազրույցից, այստեղ Google-ի ու պատասխան տա, причем դու չես իմանա։ Հասկանալի կարա այս սարքի միջոցով, որը հիմա հակած է, էս էլ է լսում, ու ականջիդ ասում է, հիմա մի քիչ ձենը իջացնեմ, դու չես լսելու հիմա ինքը ինչ ասում է, կարող ես կապի մեջ, հիմա ինձ անդադ ասում են, ես ինչի մասին խոսամ, հա, ու դու չես իմանալու դրա մասին։ Տեխնոլոգիան է փոխվել, դու ճիշտ ես լրիվ դա։ Իսկ իրենք պրոստը փոխվել են բաց տեխնոլոգիու, որովհետև տենց է մարդիկ ձի էին քշում, հետո սկսել են ավտո քշվել, մի քիչ փոխվել է, արագությունը փոխվել է, մարդիկ նամակ էին ուղարկում, չգիտեմ, 6 ամիս գնում էր բրիտանական իմպերիայում, հա, գնում էր հասնում էր Ավստրալիա հետ էր գալի, հետո սկսել են ռադիո տելետայպ անել, հետո սկսել են տելեֆոնով խոսալ, հետո սկսել են, չգիտեմ, մեյլով ուղարկել, իսկ հիմա вообще սաղ իրանց կյանքը on-line ռեժիմով է անցնում։ Դե տեխնոլոգիաների դերը այդ հեղափոխությունների ու փոփոխությունների մեջ շատ ավելի մեծ է, քան մենք մտածում ենք, Բա իհարկե։ Հաբետն էլ Մադոյան պատմում էր, որ ասում է կանանց աշխատաշուկա մտնելու գլխավոր շարժիչներից մեկը դա տեխնոլոգիան էր։ Բա իհարկե։ Որ կարողացան կանտրացեպտիկներ ստեղծեն, կարողացան լվացքի մեքենա ստեղծեն, կարողացան սառնարան ստեղծել։ Ֆոկուս չկա, մի հատ մեր մամաներին ես որ հիշում եմ մամաս ինչքան ժամանակ էր ծախսում, պրիտոմ ինքը աշխատող էր, ինքը ուսուցչու էր, ինքը բայց գործից հետո գալիս էր լվացք էր անում ձեռով, հա, պայմանական, որովհետև այն սովետական լվացի մեքենանք մաքսիմում կարար բան պրոստինա լվանար, հա, շոր նորմալ գցեիր, ինքը հերնանիցում էր, հա, օրինակ եմ ասում, բնականաբար ուտելիք են սարք, հիմա ոչ մեկ հաշ չի ուտում, հիմա նայեք տեսեք խանութներում խմիչքը չի վաճառում, որովհետև ոչ մեկը տունը հյուր չի ընդունում, Ժորժ ջան, հասկանում ես, մենք սովորել ենք գնանք ռեստորանը, մենք բաց ենք խմենք, գնանք տուն, всё։ Հա, իդեպ կար այդ հետաքրքիր ուսումնասիրությունը, որ մեծացել է նույնիսկ այդ բաների վաճառքը, կիսաֆաբրիկատների վաճառքը։ Հիմա սերունդը ոչ թե ուտելիք է պատրաստում, այլ վերցնում է, տաքացնում է, դրում է սեղանին։ Միանշանակ իմ երեխեքը տենց էլ անում են, իրանք ավելի շատ delivery վրա են ստաց, որովհետև իրանք ֆորմուլա են հանել ու բերել ապացուցել են, որ պատվիրած, երբ որ մենք պատվիրում ենք կոնկրետ իրանք պատվիրում են, դա ավելի էժան է նստում, քան թե իրանք այդ նույնը գնան պատրաստեն, վերցել են, ծախսել են ժամանակ, հաշվարկ են արել, ChatGPT-ով բերել են դրել են, ասել են, այ մենք ամեն օր պատվիրենք, տենց ավելի էժան է։ Ու իրոք չոտքի ցույց են տվել։ Այն հաշվի առնելով ինչքան ուտելիք է ժամանակը, հետո ձեթը, մեթը, այդ սարքավորումները, այդ հոտը, որը գնում է տուն, պլյուս ինչքան ուտվում, աչի ուտվում, փչանում է, շպրտում են եւ այլն, իրանք հաշվեցին, որ մենք պայմանականից պետք է մի երկու հատ թևիկ էս, երկու թևիկ կպատվիրեմ կուտեմ պիչի 100 հատ, բայց ոչ մեկը չի դու գրուպ գարա մի ձուկը գցես ձվածեղի մեջ, թե 3 ձուկը գցես ձվածեղի մեջ, այդ սկավառոդկան պետք է հետո գցես ու միկրովալնկան լվա ու հեղուկ ծախսես, հասկանում ես։ Իրանք պրոստը այդ առումով
ունեն այդ գործիքները, իրանք նես որ բեսանտ մաթեմատիկային սովորել, վերցրել են այդ իսախ հաշվել են։ Տվել են ChatGPT-ին, հաշվելա, տվելա։ Մենք էլ ենք հաշվել, որ մեր օրական ուտելիքը չափում ենք, որ պիտի նստենք, դնենք, սարքենք եւ այլն, մենք հասկանում ենք, որ նախ այդ ժամանակը մենք կարանք ծախսենք ավելի էֆեկտիվ։ Դա նույն բանն են ասում։ Մենք շաուրմա ենք վերցնում, գալիս ենք տուն, նստում, հաց ենք ուտում։ Всё. Вот ты ответил на свой вопрос, էլի։ Հասկանում ես։ Էտա, բայց իրանք իհարկե ունեն բաներ, իրանք կարում են կա մի հատ բան, ասում է Z забастовка, մեկ էլ դեռ մեծ գործից դուրս են գալի, իրանք մի քիչ այդ առումով ազատ են, որովհետև իրանք ապրում են մի հասարակության մեջ, շատ դեպքերում, որտեղ իրանք ծնողները քիչ թե շատ կայացած են, հասկանում ես, ու իրանք ունեն տիլ Երբ որ մենք, ես հիշում եմ, երբ որ մենք ենք մտնում աշխատաշուկա, մենք այդքան տիլ չունենք 90-ականներն են, հենց նորն է մեր ծնողներն էին նոր փորձում ինչ որ դվիժենիա անեն, հա, հասկանան։ Իսկ մենք ուժը մտել ենք պայմանական սովորել, բնականաբար դու վստահ ես, որ ծնողիդ գործերը շատ լավ կլինի, ու ինքը լյուբոյ հարցում կարա քեզ օգնի, դա մի քիչ ուրիշ ձևի գործել է, բայց նենց չէ որ ոչ Z սերունդի բոլորի ծնողները ունևոր են։ Այդ էլ սուտ հակնհայտ հասկանում ես, չէ՞։ Բնականաբար իրանց մեջ կան մարդիկ, ովքեր իրանց մոտիվացիան բարձր իրանք պատրաստ են ավելի շատ աշխատեն, ավելի շատ ռիսկի դիմեն եւ անում են։ Բնականաբար ուրիշ ոճով, այն ոճով, որը հասանել է իրանց տեխնոլոգիաներին, նաեւ ինչու ոչ եւ ինֆորմացիային եւ գիտելիքի շատ մոտիկ լինելու պատճառով, այո։ Շատ անգամներ ինչ չէ նաեւ նայելով մեծերին, որոնք Z սերնդից չեն, ոնց են իրենք իրենց սկսել պահել։ Այն դեպքում, երբ իրենք օրինակ 10 տարի, 15 տարի առաջ չէին կարող այդ կերպով խոսել գործատուի հետ, այդ կերպով կռիվ տալ, հիմա իրենք իրենց իրավունքները նախ ավելի լավ են ճանաչում, երկրորդը ավելի լավ են կարողանում դրանց համար պայքարել, որովհետև ունեն ալտերնատիվներ, իսկ եթե առաջ չկար ալտերնատիվ, չկար հարթակներ աշխատանք գտնելու համար, չկար on-line տանից աշխատելու հնարավորություններ եւ այլն, մարդիկ չկար Career Fest, որտեղ կարելի է գալ պրյամոյ մոտենալ HR-ը չվել, ես չեմ պատկերացնում, որ երբ որ ես եկել եմ հադաժը Հայաստան շատ մեծ տարիքում ու գործ էի փնտրում, ես չէի մտածում, որ ես կարամ գնամ գտնեմ այն որոշում կայացնող մարդուն։ Ես վերջերս ծանոթներիցս մեկը զանգել է, ասում է Դավթ ջան, ընկերոջս պապայի համար գործ եմ ման գալիս, ասում եմ մի հատ տեղ գիտեմ, որտեղ հենց այդ տվյալներով մարդ են ման գալիս ու շատ ուրախ կլինեն իրանք, որ այդ մարդուն խորհուրդ տաս, խոսում է հետը եւ այլն, հետազանգում, ասում է ինքը շատ ուրախացավ, ասաց որ մեզ անպայման մաղարիչ կանի, ասում եմ լսի, այն գործատուն պիտի մաղարիչ անի, որ մենք այս մարդուն գտել տվել ենք իրան, ասում փոխանցել ենք տվյալներն իրան, ասում եմ իսկ ինքը ասում է դեռ հին մոդելով է շարժում, որ մենք իրան լավություն արեցինք, որ ինքը գործին թողեց, չպատկերացնելու։ Դա ընկալումների մասին է մենտալ Բնականաբար կգա մի ուրիշ սիրունդ ալֆան մյուսը հիմա զեթերի կնստեն, սկսես այս TikTok-ներ կանեն կամ ոդկասթներ կանեն, կխոսան այսպես ինչ է անում ալֆա սերունդը շուկայի հետ, դա իրանք էլ նստել են նույն բանը խոսան ալֆայի մասին, դեսա կտենաս։ Մենք դա տեսնելու ենք, ես ու դու հաստատ տեսնելու ենք։ Տարեկան են, ալֆաները արդեն 16 տարեկան են արդեն։ Դե, տես 3 տարուց հետո գործը աշխատաշուկայի մեջ լինել ուժը մասնաբաժին կազմված սերունդ ալնելու։ Իսկ 10 տարի հետո ամենամեծ աշխատանք փնտրող սերունդն ալնելու։ Так что մենք կարծում եմ 3-ից 10 տարի կապրենք ես ու դու դա։ Հա, ուսամ դեռ կձգենք այդ կան։ Ու մի օր կհավաքվենք ու խոսենք ալֆաներից կամ AI-ով կվերցնենք մեր խոսքը, կասենք մի հատ սախ զեթերը մակրի ալֆա դիր տենակ ինչ է մնում։ Դա հետաքրքիր էքսպերիմենտ է, տենակ մեր զրույցը ակտուալ կմնա թե ոչ։ Հա, իրավ հետաքրքիր է, որ հիմա այս կոնտենտը, որ մենք անում ենք 10-20 տարի ոնց ենք նայելու, չէ՞։ Ամա չէ, որ իջնում ստատուսները որ գրում է, ասենք Facebook-ում ու այդ ոչ մեկ այդքան չի թերթի որ նայ, բայց YouTube-ում ամեն ինչ հո հիշում է, ամեն ինչ մնում է։ Նո մեկ էլ բանկա էս ընկերունեմ թերթայմի խմբագիրը Արամ Անտոնյանը, ինքը իր Instagram կանալն է սկսել վարել եւ շատ հետաքրքիր կոնտենտով եւ ես վերջերս մի հատ բան ունի, մի հատ հետազոտություն է բարձրացել, երբ որ հետազոտել են էքսպերտների կանխատեսումները 20 տարվա բանում ու արել են գյուտ են արել մարդիկ, որակած էքսպերտները 80% սաղ ինչը կանխատեսել են, սաղ սխալ է եղել։ Սաղ, բայց մի էքսպերտ չէ, 20 ասում է, չեմ ուզում խափեմ, 20 քանի հազարի մասին է եւ 20 տարվա պրագոնով, էլի շատ մեծ դատա է։
Իրանք միշտ սխալվում են։ Երբ որ սխալվում են, իրանք ասում են չորնի լեբեց։ Դե ես ասեմ, դրա համար է Թալեբը խնդում բոլորի վրա ու բոլորին պրիզերացիանում նրա համար, որ բան են անում։ Հա, ես պատկերացնում են, որ իրեն կարող են կանխատեսել եմ էլի Թալեբի հետ շատ մոտիկից շփվել, մենք իր միջոցառում ենք կազմակերպել եւ շատ երկար ժամանակ ենք իր հետ հատկացել ու այդ իր հետ խնդալու եւ իր հետ вообще սարկազմին շատ լավ բտավոյ մակարդակի ծանոթ եմ էլի։ Հա, շատ ես իրան շատ եմ հավանում։ Հետո կպատնեմ Թալեբի մասին, բայց off record էլի։ Okay։ Ինչ է դա քրքիր է։ Ես գիտես ինչ եմ ուզում հարցնել, որ հայտնի խոսնակներ եք հրավիրում։ Ինչ սկզբունքով եք ընտրում։ Օրինակ, ընկերներ ունեմ հրատարակչությամբ են զբաղվում, իրենք թարգմանում են ու հրատարակում են այն գրքերը, որոնք իրենք հետաքրքրությամբ կկարդային։ Դա էլի լավ տարբերակ չի, պետքա պրոստը դատա անալիզ անել ու տենալ որը կծախվի, թե չէ իրանք ես չեմ կարծում որ այն գրքերը, որ ես կարդում եմ, շուտ մեկի կհետաքրի, եթե ես հրատարակչության տեր լինեի, ես կլինեի բանկրոտ առաջի տարում։ Հիմա այդ սկզբունքով, այսինքն դու կարող ես հրավիրել քո կազմակերպությունով մեկին, որին դու չէիր լսի։ Իհարկե, ես սպիկեր կա, ես հրավիրում եմ, բայց դալիս չեմ մտնում։ Գախնիկա ով է։ Հա? Գախնիկա։ Կան չի։ Այդ նույն բանն է, ոնց որ դու ռեստորատոր լինես, մենյուիդ բոլոր ուտելիքները, հիմա կարող է օրինակ, եթե ես ռեստորատոր լինեի, բան, ավելուկով սուպ մարդիկ սիրեն ես դնեի, բայց ես կյանքում կերած չկամ։ Փորձած չկամ ավելուկ, հա։ Հիմա դա քո անձնական բանը սպարման կուլտուրան եւ բիզնեսը այդ տարբեր են ես միշտ բոլոր ով իմ հետ աշխատել է ես շուտի բազմաթիվ մարքեթինգային եւ թիմեր ստեղծել եմ եւ ահագին մարդիկ իմ հետ աշխատել են թե ես միշտ ասում եմ մարքետոլոգը իրավունք չունի մտածի իր մասին դու մի մարդ ես ընդամենը մի մարդ ես մի մարդ и всё փոքր վыборкая տվյալների вообще ոչ մի բան էլի դու մի մարդ ես դա называется частный случай հա եւ կարա դա լինի просто погрешность կամ системная ошибка կամ исключение հա ռուսերեն էլ էսքան ասեմ բայց եթե դու մարքետոլոգ ես դու ունես հետազոտության առաջնահերթ կարիք Ունես հետազոտություն ուտում են մարդիկ ավելուկով սուպ սարքի, ավելուկով սուպ, իսկ եթե քեզ պետք է ուտես դու էլ չես ուտում ալերգիա ունես, գնա կողքի շաուրմանոյից շաուրմա առ։ Այդքան բան, ուկեր։ Նա հասկացա։ Մի խոսքով կարող ենք սպասել Հայաստանում սենց հա կամ չէ։ Կարող ենք արդյոք մի օր սպասել Հայաստանում կուրպատվին Անդրեյ։ Չգիտեմ, եթե տենց հետազոտություն անենք հիմա parzենք, որ կարիք կա կուրպատվին կգան կլսեն ու մենք կարանք դրա վրա գրուպը գարա արշավ կառուցենք եւ տոմսեր վաճառենք հենց վաղը զանգենք գա ինչ խնդիր կա Okay կարող ենք Հայաստանում մի օր սպասել Սապոլսկիին օրինակ շատ ավելի մեծ մասշտաբի ավելի արի ուրիշ բանից իսկ կարողա դու ինձ մի հատ ցուցակ ուղարկես ես պրոստը ծանոթանամ ու քեզ պատասխանեմ ցուցակով հասկանամ մինուսներ դնես կամ մինուսներ չէ մինուսներ չի միասին բան կանենք հետազոտություն կանենք միասին Սիրով հա որովհետեւ առանց հետազոտության անել event դա սխալ է դու մինուս ես գնալու իմաստը որն է հիմա Եթե ես անձամբ ուզում եմ լսեմ պայմանական դամ չգիտեմ ինչ որ մեկին ես կարամ Տոմս առնեմ գնամ մենակով լսեմ կամ դա ավելի էժանանալու քան թե մինուսը որը ես կանեմ երբ որ սխալ սպիկեր բերեմ Իսկ եղել է տեն սպիկեր որ սխալվել եք Իհարկե Ոչ թե եղել է շատ եղել շատ մինուս եք գնացել բիանշնակ Ну սպոնսորներով ես մեկ-մեկ փակում, մեկ-մեկ ինչ-որ զրոյի ես բերում բարտեր, բաներ բերում ես, բայց դի ծանր է։ Օրինակ նույն Սիդնիկովի մենք ոչ մի բանի չենք դիմել, որովհետև հենց տոմսերը դրել ենք 3.5 ամսում առաջ, 3.5 առաջ, ամիս առաջ sold out ենք, այլ իրան էլ պետք չէր ոչ մի բանով զբաղվել, իրան պետք էր պրոստը գտնել ու հրավիրել։ Այո, գտանք հրավիրեցին։ Շնորհակալ եմ զրույցի համար Սերգեյ ջան։ Ես վերջում պատրաստել էի հարց արդյոք ինչ հետաքրքիր սպիկերների սպասենք, բայց դա off record կխոսենք։ Ես էլ քեզ վերջում պատասխանեցի արի ցուցակ ուղարկի, միասին դրա վրա աշխատենք ու կուզես դու եւ եթե մենք դրա այդ հիպոթեզան կարանք մարքեթինգային ապացուցենք ինքներս իրար կկազմակերպենք կգա։ Դու էլ կգաս բացումը դու կանես։ Մեծ սիրով։ Ես վերջերս մի հատ ես շատ սպոնտան եմ էլի ես վերջերս մի հատ տեղ ելույթ եմ անում մեկը դալիճցել եմ ասում այ ձեր մոտ ասում
Էնպես է որ առանց ծանոթ չես կարա դառնաս խոսնակ։ Ասի դուք իմ ծանոթն եք, մյուս իվենթի խոսնակը դուք եք։ Ոսի խծիծաղում էր բան, բայց հիմա Curiosity Fest-ի ցուցակում որ նայում ես, հենց ինքը կա։ Խոսնակ։ Հա, թիմում տեղում մարդ կա, էլի դալիճում դստած, ինքը գիտի, եթե ես բեմից բան եմ ասել, պրոստը մոտը գրանցել է ու արել է։ Իսկ հիմա մյուսը դու ես։ Մյուս վեդուշին, երբ որ խոսնակ բերենք, բացումը դու ես անելու։ Դու ես դուրս գալու ու ներկայացնես։ Համաձայն ես։ Դավայ։ Պայմանացինք։ Մերսի շատ զրույցի համար։ Քեզ էլ մերսի հրավերի համար։ Գնանք Եվ սրճել։ հետաքրքիր զրույցի համար։ Մերսի շատ այլ կներեք, որ ուշացել եմ իրականում։ Քողականի համար։ Ես դից, հա, բան չեմ, ուղղակի խառնել եմ դեռ ուրիշ հանդիպման է։ Ուրիշ Աննան էլ չի հիշեցել։